Հարուստ հյուրանոցում 8-ամյա տղան զգայարանային ճգնաժամ է ունենում, իսկ նրա միլիարդատեր հայրը անօգնական դիտում է։ Պարզ աղջիկը անտեսում է խառնաշփոթը, օճառի պղպջակներ է փչում նրա կողքին։ Այդ պահին սկսում է ձավորվել կամուրջ, երբեք չհպված աշխարհների միջ։ Մինչ սկսելը, դարձեք մեր ընտանիքի անդամ այստեղ, մեր ալիքում։ Բաժանորդագրվեք հենց հիմա, դրեք ձեր հավանումը, այն անչափ օգնում է մեր աշխատանքին, մեկնաբանություններում գրեք, թե որ քաղաքից եք դիտում։ Ես պաշտում եմ իմանալ, թե մինչ ուր են հասնում մեր պատմությունները։ Արարատ Փալասը հյուրանոցի նախասրահի մարմարը արտացոլում էր բյուրեղապակյա ջահերի ոսկեգույն լույսերը, երբ միջավայրում հնչեց առաջին ճիչը։ Արմեն Մարտիրոսյանը վերի միջնահարկում էր իր նախագահական համարի ամուր ապակուց այն կողմ հետում էր հյուրերի շարժին, երբ լսեց այն ձայնը, որը միշտ սառեցնում էր նրա արյունը։ Դա Գաբրիելն էր։ Նրա 8-ամյա որդին հերթական նոպայի մեջ էր։ Ներքում, շքեղ նախասրահի կենտրոնում, տղան գալարվում էր սառը հատակին, փոքրիկ ձեռքերով հուսահատ փակում ականջները։ Նրա ճիչերը սուր շեղբերի պես կտրում էին միջավայրը, ընդհատում խոսակցությունները, կաշկանդում աշխատակիցներին, ստիպում հյուրերին հետ քաշվել անըմբռնողության դատապարտող հայացքներով։ Արմենը բռունցքները սեղմեց ապակուն, զգալով կրծքավանդակը ճնշող ծանոթ զգացումը։ 3 անվտանգության աշխատակից արդեն շրջապատել էին երեխային, բայց ոչ ոք չգիտեր, ինչ անել։ Իսկ ինչպես կարող էին իմանալ։ Նույնիսկ ինքը, տղայի հայրը, չէր կարողանում հասկանալ, թե ինչ էր կատարվում իր որդու մտքում։ Գաբրիելը մարմին նորորում էր առաջ ու հետ, շագանակագույն մազերը կպել էին քրտնած ճակատին, կանաչ աչքերը ամուր փակված էին, կարծես փորձում էր անջատվել շրջապատող աշխարհից։ Արմենին լավ ծանոթ էր այդ տեսարանը։ Արդեն պատահել էր ռեստորաններում, արտրի կենտրոններում, Երանի ամենաթանկ մասնավոր դպրոցում։ Միշտ նույն անզորության զգացումը, միշտ նույն հարցը, որ մուրճի պես խփում էր գլխին։ Որտեղ էր նա սխալվել որպես հայր։ Գործարար լայն քայլերով իջավ մարմարե աստիճաններով, նրա անթերի իտալական կոստյումը հակադրվում էր դեմքին դրոշմված տառապանքին։ 42 տարեկանում Արմեն Մարտիրոսյանը կառավարում էր մի կայսրություն, որը ձգվում էր շինարարությունից մինչ տեխնոլոգիաներ, բայց ահա նա մեկ անգամ բոլորովին կորած էր սեփական որդու ցավի առաջ։ Հյուրանոցի աշխատակիցները նրան ողջունում էին ակնածանքով, բայց նա հազիվ էր նկատում նրանց։ Նրա ողջ ուշադրությունը կենտրոնացած էր հատակին գալարվող տղայի վրա, որը գոռում էր այն ձայների դեմ, որոնք միայն ինքն էր լսում։ Խնդրում եմ, հեռու մնացեք, փսփսաց Արմենը սկսվող ամբոխին։ Նրա ձայնը խռպոտ էր, լի գործարար իշխանության հայրական հուսահատության խառնուրդով։ Նա ծնկի իջավ Գաբրիելի կողքին, ձեռքերը մեկնեց, բայց չդիպավ նրան։ Ամենադժվար ճանապարհով սովորել էր, որ նոպաների ժամանակ հպումը կարող էր ամեն ինչ վատթարացնել։ Գաբրիել, հայրիկն այստեղ է։ Ամեն ինչ լավ է, որդիս։ Բայց ամեն ինչ լավ չէր։ Գաբրիելը շարունակում էր գոռալ, ավելի ուժգին օրորվելով, արցունքները հոսում էին նրա կարմրած դեմքով։ Արմենը հուսահատ շուրջը նայեց, փնտրելով մի բան, ցանկացած բան, որը կարող էր օգնել։ Հենց այդ պահին նա նկատեց մոտեցող մի աղջկա։ Նա պետք է որ 10 տարեկան լիներ, երկար գանգուր մազերը հավաքված էին պարզ պոչիկով, հագին դպրոցական համազգեստ էր, որը մի փոքր մեծ էր իր նուրբ մարմնի համար։ Նա քայլում էր դեպի տեսարանը մի հանգստությամբ, որը լիովին հակասում էր շուրջը տիրող քաոսին։ Անվտանգության աշխատակիցներից մեկը ձեռքը մեկնեց, արգելելու նրա անցումը, բայց նա բոլորովին անտեսեց նրան, շրջանցելով այնպիսի ճարպկությամբ, կարծես լավ ճանաչեր այդ միջանցքները։ Աղջիկ, հեռացիր, խնդրում եմ, ասաց Արմենը հաստատուն ձայնով, բայց նա նույնիսկ չնայեց նրան։ Փոխարենը, նա նստեց հատակին Գաբրիելից մի քանի մետր հեռու, խաչեց ոտքերը դպրոցական պայուսակի գրպանից ինչ-որ բան հանեց։ Դա թափանցիկ հեղուկով փոքրիկ սրվակ էր, գունավոր պլաստմասե ձողիկ։ Արմենը պատրաստվում էր կրկին բողոքել, երբ աղջիկը սկսեց փչել։ Օճառի փոքրիկ պղպջակներ սկսեցին սավառնել օդում, որսալով ջահերի լույսը ստեղծելով փոքրիկ ծիածաններ, որոնք նրբորեն պարում էին նախասրահում։ Դա պարզ, գրեթե ծիծաղելի տեսարան էր այս հինգաստղանի միջավայրում, բայց ինչ-որ հիպնոսացնող բան կար նրանում, թե ինչպես էին պղպջակները բարձրանում ու իջնում, յուրաքանչյուրն իր լուռ հետագծով։ Պղպջակներից մեկը դանդաղ իջավ, դիպավ Գաբրիելի կարմիր All-Star կեդերին։ Տղան ակնթարթորեն դադարեց գոռալ։ Նրա կանաչ աչքերը բացվեցին, հարվելով փոքրիկ ծիածանագույն գնդիկին, որը վայրէջք կատարեց նրա ոտքին, նախքան նրբորեն պայթելը։
Նախասրահում տիրած լռությունը գրեթե խլացուցիչ էր րոպեներ առաջ հնչող ճիչերից հետո։ Գաբրիելը դանդաղ իջեցրեց ձեռքերը ականջներից, կարծես ստուգում էր, թե արդյոք աշխարհը դեռ անվտանգ վայր է։ Այժմ ավելի շատ պղպջակներ էին սավառնում նրա շուրջը, որոշները պայթում էին օդում, մյուսները նրբորեն վայրէջք կատարում մարմարի վրա, նախքան անհետանալը։ Տղան նստեց հատակին, հիպնոսացած աչքերով հետելով թափանցիկ գնդիկների յուրաքանչյուր շարժմանը։ Արմենը մնաց անշարժ, դիտելով, թե ինչպես է իր որդին հանգստանում այնպես, ինչպես ինքը երբեք չէր կարողացել անել։ Ո՞վ էր այս աղջիկը։ Ինչպես գիտեր, թե ինչ անել։ Նա իրեն միաժամանակ երախտապարտ նվաստացած էր զգում։ Երախտապարտ, որովհետև Գաբրիելը լավ էր, նվաստացած, որովհետև 10 տարեկան երեխան վայրկյանների ընթացքում լուծել էր մի խնդիր, որը նա միլիոնավոր դրամների որոշումներ կայացնող մարդը տարիներ շարունակ չէր կարողանում լուծել։ Աղջիկը շարունակեց պղպջակներ փչել մի քանի րոպե, մինչ Գաբրիելն այդ երեկո առաջին անգամ ժպտաց։ Փոքր, գրեթե աննկատ, բայց անկեղծ ժպիտ։ Երբ նա վերջապես սրվակը դրեց տեղը վեր կացավ, տղան նրան ուղեկցեց հայացքով, կարծես վախենում էր, որ կախարդանքը կանհետանա նրա հետ միասին։ Շնորհակալ եմ, ասաց Արմենը, նույնպես վեր կենալով։ Նրա ձայնն այժմ ավելի ցածր էր, գրեթե շշուկով։ Ես չգիտեմ ինչպես շնորհակալություն հայտնել։ Աղջիկը մի պահ նրան ուսումնասիրեց խելացի, մուգ աչքերով, որոնցում փայլում էր իր տարիքին անսովոր հասունություն։ Նրան ընդամենը պատուհան էր պետք, ասաց նա պարզապես, կարծես դա բացատրում էր ամեն ինչ։ Պատուհան։ Երբ միտքը շատ աղմկոտ է դառնում, պետք է պատուհան բացել, որ օդ մտնի։ Տատիկս է սովորեցրել։ Նա նայեց Գաբրիելին, որը դեռ նստած էր հատակին, դիտելով օդում պայթող վերջին պղպջակները։ Նա քմահաճություն չէր անում։ Նա խեղդվում էր։ Արմենը զգաց, թե ինչպես ինչ-որ բան շարժվեց իր կրծքում, ճանաչման ցավի խառնուրդ։ Խեղդվում էր։ Բառը արձագանքեց նրա մտքում, երբ նա դիտում էր իր որդուն, որն այժմ հանգիստ էր, բայց դեռ տեսանելիորեն հոգնած։ Քանի՞ անգամ էր Գաբրիելն իրեն այդպես զգացել։ Քանի՞ անգամ էր նա տղայի հուսահատ օգնության կանչերը մեկնաբանել որպես պարզ անհնազանդություն։ Անունդ ի՞նչ է, հարցրեց Արմենը։ Մարինա, պատասխանեց աղջիկը, պայուսակը ուսերին ուղղելով։ Մայրս այստեղ է աշխատում։ Նա վերին հարկերի մաքրությամբ է զբաղվում։ Հենց այդ պահին Արմենը նկատեց շտապով մոտեցող մի կնոջ։ Նա պետք է որ 35 տարեկան լիներ, մազերը հավաքված էին գործնական հանգույցով, հագին, հյուրանոցի մուգ կապույտ համազգեստը։ Նրա դեմքին թեթացման անհանգստության խառնուրդ կար, երբ քայլում էր դեպի նրանց։ Մարինա։ Աղջիկս, չի կարելի այդպես վազելով հեռանալ։ Կինը կանգ առավ, տեսնելով Արմենին, նրա արտահայտությունը դարձավ հարգալից, բայց ձայնի մեջ հաստատակամություն կար։ Ներողություն, պարոն Մարտիրոսյան։ Ես խնդրել էի, որ նա ինձ սպասի հանդերձարանում, մինչ ես ավարտեմ հերթափոխս։ Կարիք չկա ներողություն խնդրելու, տիկին։ Անահիտ։ Անահիտ Սարգսյան։ Արմենը ձեռքը մեկնեց նրան ողջունելու համար, մի ժեստ, որը զարմացրեց կնոջը։ Նրա մակարդակի գործարարները հազվադեպ էին ողջունում մաքրության աշխատակիցներին։ Ձեր դուստրը հենց նոր արտասովոր բան արեց, տիկին Անահիտ։ Նա օգնեց իմ որդուն, երբ ես չէի կարողանում։ Անահիտը նայեց Գաբրիելին, որն այժմ փորձում էր վեր կենալ հատակից, դեռ մի փոքր դողացող շարժումներով։ Նրա դիմագծերը փափկեցին ըմբռնումից։ Տղան աուտիզմ ունի։ Բառը հարվածի պես դիպավ Արմենին։ Աուտիզմ։ Առաջին անգամ էր, որ ինչ-որ մեկը դա բարձրաձայն արտասանում էր Գաբրիելի ներկայությամբ, ինչ պատճառով այս հասարակ կնոջ շուրթերից դա չհնչեց որպես սառը ախտորոշում կամ դատավճիռ։ Դա հնչեց որպես ըմբռնում։ Բժիշկներն ասում են, որ նա որոշ զգայական դժվարություններ ունի, պատասխանեց Արմենը, զգուշորեն ընտրելով բառերը։ Նրա համար դեռ դժվար էր լիովին ընդունել 6 ամիս առաջ ստացած ախտորոշումը։ Իմ սկեսուրը այդպիսի եղբայր ուներ, ասաց Անահիտը մեղմորեն։ Հատուկ մարդիկ, նա սովորաբար ասում էր։ Աշխարհը մեզնից տարբեր են տեսնում։ Մարինան քաշեց մոր թքից։ Մամ, նրան պղպջակներ են դուր գալիս։ Եվ գուցե նա նկարել սիրի։ Հաջորդ անգամ կարող եմ իմ նկարչական տետրը բերել։ Աղջիկս, դա այդպես չէ։
Հաջորդ անգամ, ընդհատեց Արմենը, մի միտք սկսելով ձավորվել նրա գլխում։ Անահիտը անհարմար զգաց. «Պարոն Մարտիրոսյան, ես չեմ ուզում անհանգստացնել։ Մարինան երբեմն դպրոցից հետո այստեղ է մնում, երբ տանը նրա հետ մնացող չկա, բայց ես կարող եմ այլ պայմանավորվածություններ ձեռք բերել»։ Ոչ։ Արմենը խոսեց ավելի արագ, քան մտադրվել էր, զարմացնելով ինքն իրեն։ Իրականում, ես կցանկանայի առաջարկ անել։ Նա նայեց Մարինային, որը հետաքրքրությամբ դիտում էր նրան, իսկ հետո Անահիտին։ Կարող եք գալ իմ տուն։ Գուցե շաբաթական 2 անգամ։ Ես կվճարեի ձեր ներկայիս աշխատավարձի կրկնակին, տիկին Անահիտ։ Կինը խոժոռվեց, շփոթված։ Ինչ անելու համար, պարոն։ Արմենը նայեց Գաբրիելին, որն այժմ կանգնած էր, անփութորեն խաղում էր իր բաճկոնի քուղի հետ, բայց ուշադրություն էր դարձնում խոսակցությանը։ Սովորեցնելու։ Սովորեցնելու այն, ինչ դուք գիտեք պատուհաններ բացելու մասին։ Մարինան ժպտաց, լայն ժպիտ, որը լուսավորեց նրա դեմքը։ Կարող եմ իմ նկարչական տետրը բերել։ Աղջիկս, սկսեց Անահիտը, բայց Արմենը գլխով արեց։ Իհարկե։ Կարող ես բերել այն ամենը, ինչ կցանկանաս։ Անահիտը տատանվեց, ակնհայտորեն երկմտելով ֆինանսական կարիքի իրավիճակի տարօրինակության միջ։ Արմեն Մարտիրոսյանը Երանում հայտնի էր ոչ միայն իր հարստությամբ, այլ իր վերահսկող կատարելության ձգտող բնավորությամբ։ Ինչու պետք է նա օգնություն խնդրեր 10 տարեկան աղջկանից։ Ես պետք է մտածեմ, պարոն Մարտիրոսյան։ Մամ, խոսեց Մարինան ցածրաձայն, բայց վճռականորեն։ Նա մեր կարիքն ունի։ Եվ Գաբրիելը նույնպես։ Արմենը դիտում էր մոր դստեր փոխհարաբերությունները, հասկանալով, որ այդ աղջկա մեջ բնական իմաստություն կար, որը նա չէր կարողանում լիովին ըմբռնել։ Գաբրիելը դանդաղ մոտեցավ նրան քաշեց թքից։ Հայրիկ, շշնջաց տղան, նա ստիպեց պղպջակներին թռչել։ Այո, որդիս։ Դրանք գեղեցիկ էին։ Արմենը ծնկի իջավ Գաբրիելի հասակին։ Այո, շատ։ Քեզ դուր եկավ։ Տղան ամաչկոտորեն գլխով արեց։ Կարող եմ վաղը էլի պղպջակներ տեսնել։ Արմենի սիրտը սեղմվեց։ Այնքան երկար ժամանակ էր, ինչ Գաբրիելը հետաքրքրություն չէր ցուցաբերել որևէ բանի նկատմամբ, չէր խնդրել ոչինչ, բացի նրանից, որ իրեն հանգիստ թողնեն։ Կարող ես, որդիս։ Եթե Մարինան ու տիկին Անահիտը ցանկանան մեզ այցելել, կարող ես էլի պղպջակներ տեսնել։ Մարինան աղաչող հայացքով նայեց մորը։ Խնդրում եմ, մամ։ Շաբաթական ընդամենը 2 անգամ։ Անահիտը հոգոց հանեց, բայց Արմենը տեսավ, որ նրա դիմադրությունը նվազում է։ Լավ, ասաց նա վերջապես։ Կարող ենք փորձել։ Երբ քայլում էին դեպի հյուրանոցի ելքը, Արմենը վերջին անգամ շրջվեց, տեսնելու Գաբրիելին, որը դիտում էր այն տեղը, որտեղ սավառնել էին պղպջակները, կարծես դեռ կարող էր տեսնել նրանց օդում պարելիս։ Երկար ժամանակվա մեջ առաջին անգամ իր որդին կարծես թե չէր փախչում աշխարհից։ Կարծես փորձում էր հասկանալ այն։ Այդ գիշեր, կենտրոնում գտնվող իր պենթհաուսում, Արմենը արթուն մնաց, մտածելով այն բառի մասին, որն օգտագործել էր Անահիտը, հատուկ։ Միթե նա այս ամբողջ ժամանակ փորձում էր ուղղել մի բան, որը կոտրված չէր։ Միթե Գաբրիելին բուժում պետք չէր, այլ պարզապես ըմբռնում։ Իր աշխատասենյակի պատուհանից Արմենը դիտում էր Երանի լույսերը, որոնք փայլում էին խավարում։ Վաղը 2 մարդ, որոնց նա հազիվ էր ճանաչում, գալու էին իր տուն, իրեն սովորեցնելու ինչ-որ բան իր իսկ որդու մասին։ Այդ միտքը պետք է որ նրան անհանգստացներ։ Նա միշտ եղել էր այն տիպի մարդը, որը վերահսկում էր բոլոր իրավիճակները, որը պատասխաններ ուներ ամեն ինչի համար։ Բայց, տարօրինակ կերպով, նա իրեն հուսով լի էր զգում։ Գուցե ժամանակն էր սովորել պղպջակներ փչել։ Արմեն Մարտիրոսյանի առանձնատունը Վահագնի թաղամասում իշխանության լուրջ ցուցադրություն էր։ Դարբնագործ երկաթե դարպասները պաշտպանում էին մանրակրկիտ խնամված այգին, որտեղ յուրաքանչյուր ծառ կարծես ընտրված էր տպավորելու համար։ Անահիտն ավելի ամուր բռնեց Մարինայի ձեռքը, երբ էլեկտրոնային դարպասը ավտոմատ բացվեց, բացահայտելով բազալտե սալիկներով ծառուղին, որը տանում էր դեպի գլխավոր մուտք։ Մամ, սա ամրոցի է նման, շնջաց Մարինան, լայն բացված աչքերով նայելով տրավերտինե մարմարի ճակատին, որը վեհորեն բարձրանում էր իրենց առջ։ Անահիտը լուռ գլխով արեց, իրեն փոքր զգալով այդքան շքեղության առաջ։
Նա նախկինում էլ էր մեծ տներ մաքրել, բայց երբեք նրան չէին դիմավորել գլխավոր մուտքից, որպես հյուր։ Արմենը սպասում էր նրանց դռան մոտ, հագին բաց կապույտ վերնաշապիկ դասական տաբատ, բայց այսօր նրա մեջ ինչ-որ բան այլ էր։ Նա ավելի քիչ վեհ էր թվում, ավելի մարդկային։ Գուցե դա այն էր, թե ինչպես էր նա նյարդայնորեն խաղում բանալիների հետ, կամ այն, թե ինչպես էր անհանգիստ հետ նայում, կարծես վախենում էր, որ Գաբրիելը ցանկացած պահի կարող է հայտնվել նոր նոպայի մեջ։ Բարի լույս, տիկին Անահիտ, Մարինա, ողջունեց նա, քաղաքավարի սեղմելով երկուսի ձեռքերը։ Խնդրեմ, ներս մտեք։ Գաբրիելը դե, նա այսօր մի փոքր ամաչ կոտ է։ Տան ներսը ավելի տպավորիչ էր, քան ճակատը։ Անահիտը երբեք չէր տեսել այնքան հսկայական ջահ, որքան այն մեկը, որը գերիշխում էր նախասրահում, ոչ էլ այնքան փայլուն մարմարե հատակներ, որոնք հայելու պես արտացոլում էին իրենց իսկ դեմքերը։ Մարինան լուռ քայլում էր, ամեն ինչ դիտելով երեխայի բնական հետաքրքրասիրությամբ, բայց ոչնչի չէր դիպչում։ Գաբրիել, կանչեց Արմենը, բարձրանալով ազնվափայտ աստիճաններով։ Հյուրերը եկել են։ Առաջին հարկի։ Վարագույրի գրեթե աննկատ շարժումը գրավեց Մարինայի ուշադրությունը։ Նա կարողացավ տեսնել երեխայի փոքրիկ ստվերը, որը թաքնվում էր ծանր, մուգ կարմիր թավշյա կտորի հետում։ Գաբրիելն այնտեղ էր, դիտում էր, բայց չէր համարձակվում ելալ։ Արիք հյուրասենյակ գնանք, առաջարկեց Արմենը, ակնհայտորեն անհարմար զգալով որդու պահվածքից։ Գաբրիել, դու պետք է իջնես ողջունես մեր հյուրին։ Սա տարրական դաստիարակություն է։ Սպասեք, ասաց Մարինան մեղմորեն, ձեռքը դնելով գործարարի թին։ Արմենը զարմացած նայեց նրան։ Նա սովոր չէր, որ իրեն ընդհատեն, առավել երեխան։ Երկրաշարժի ժամանակ տուն չեն կառուցում։ Ինչ։ Եթե նա վախեցած է, ստիպելը միայն կվատթարացնի իրավիճակը։ Մարինան պայուսակը հանեց ուսերից նստեց մարմարե հատակին, հենց այնտեղ, շքեղ նախասրահի մեջտեղում։ Տատիկս միշտ ասում էր. Երկրաշարժի ժամանակ տուն չեն կառուցում։ Նախ պետք է սպասել, որ հողը դադարի դողալ։ Արմենը խոժոռվեց, ակնհայտորեն անհանգստացած Գաբրիելի պահվածքի հետ բանակցելու մտքից։ Մարինա, նա պետք է սովորի, որ երբ մարդիկ մեզ հյուր են գալիսը։ Պարոն Արմեն, ընդհատեց Անահիտը մեղմորեն, գուցե նախ փորձենք Մարինայի ձով։ Նա երեխաների հետ լավ ինտուիցիա ունի։ Մարինան արդեն բացել էր իր նկարչական տետրը, մի քանի գունավոր մատիտներ տարածել հատակին։ Կարող եմ այստեղ նկարել։ Արմենը տատանվեց։ Անգին մարմարը, իր տան գլխավոր մուտքը, որն օգտագործվում էր որպես խաղասենյակ։ Այս ամենը հակասում էր նրա կազմակերպվածության արարողակարգի բոլոր բնազդներին։ Բայց հետո նա հիշեց հյուրանոցի պղպջակները, այն, թե ինչպես էր Գաբրիելը հանգստացել, երբ Մարինան պարզապես մի պարզ ու գեղեցիկ բան էր արել։ Կարող ես, ասաց նա վերջապես, իրեն տարօրինակ կերպով խոցելի զգալով։ Մարինան սկսեց նկարել փափուկ վստահ գծերով։ Նա նկարեց մի բան, որը ձկան էր նման, մանրամասն թեփուկներով, փոքրիկ լողակներով, որոնք կարծես շարժվում էին նույնիսկ թղթի վրա։ Նկարելիս նա սկսեց ցածրաձայն խոսել, ոչ թե Արմենի կամ Անահիտի, այլ վերի հարկի վարագույրի հետ։ Մի անգամ մի ձուկ կար, որ մենակ էր ապրում շատ մեծ ակվարիումում, ասում էր նա, չդադարելով նկարել։ Ակվարիումը գեղեցիկ էր, լի բույսերով գունավոր քարերով, բայց ձուկը իրեն շատ մենակ էր զգում։ Նա լողում էր այս ու այն կողմ, փնտրելով մեկին, ով կհասկանար ձկների լեզուն։ Արմենը հիացած դիտում էր, թե ինչպես է պատմությունը զարգանում։ Մարինան կապույտ կավիճ վերցրեց այն դանդաղ գլորեց մարմարե հատակով։ Կավիճը կանգ առավ աստիճանների մոտ, հենց այնտեղ, որտեղ Գաբրիելը կարող էր հասնել, եթե ընդամենը մի քանի աստիճան իջներ։ Վարագույրը կրկին շարժվեց, բայց այս անգամ ավելի հստակ։ Գաբրիելը ակնհայտորեն հետաքրքրված էր, բայց դեռ տատանվում էր։ Մարինան շարունակեց նկարել պատմել իր պատմությունը, ծածնելով, թե չի նկատում աստիճանների վրայի շարժումը։ Ձուկը մտածում էր, որ գուցե, եթե ինքը գեղեցիկ նկարներ անի ակվարիումի հատակին, մեկ այլ ձուկ կգա իրեն այցելելու։ Այսպիսով, նա սկսեց նկարել գունավոր կորալներով, ավազի վրա գեղեցիկ ձեր անելով։ Հենց այդ պահին բազրիքի հետից մի փոքրիկ ձեռք հայտնվեց, վերցրեց կապույտ կավիճը։ Գաբրիելը մի քանի աստիճան իջավ, դեռ մասամբ թաքնված մնալով, բայց այժմ տեսանելի։ Նրա կանաչ աչքերը հարված էին Մարինայի նկարին, նա զգուշորեն բռնել էր կավիճը, կարծես դա թանկարժեք բան լիներ։ Արմենը զգաց, թե ինչպես սիրտը արագացավ։ Գաբրիելը կամավոր մոտենում էր։
Նա մի քայլ արեց դեպի որդին, բայց Մարինան զգուշորեն գլուխը թափ տվեց, նշան անելով, որ նա մնա իր տեղում։ Գաբրիելս մի քանի աստիճան իջավ, դեռ զգուշավոր, ինչպես վայրի կենդանի, որը մտածում է վստահի իր արջի մարդկանց, թե ոչ։ Վերջապես, նա նստեց վերջին աստիճանին զգույշ շարժումներով սկսեց նկարել մարմարի վրա կապույտ կավիճով։ Ինչ ես նկարում, Գաբրիել, հարցրեց Մարինան մեղմորեն, աչքերը չկտրելով իր նկարից։ Մի ուրիշ ձուկ, շշնջաց Գաբրիելը, նրա ձայնը գրեթե անլսելի էր։ Որ ձուկը մենակ չմնա։ Մարինան ժպտաց, ջերմ ժպիտ, որը լիովին փոխեց նրա արտահայտությունը։ Ինչ լավ միտք է։ Հիմա նրանք կարող են միասին լողալ։ Գաբրիելը գլխով արեց, կենտրոնացած իր նկարի վրա։ Նա փոքրիկ մանրամասներ ավելացրեց կապույտ ձկանը, ստիպելով նրան լողալ դեպի Մարինայի ձուկը թղթի վրա։ Արմենը դիտում էր տեսարանը հիացմունքի անհավատության խառնուրդով։ Իր որդին, որը ընդամենը 2 օր առաջ հյուրանոցում նոպայի մեջ էր ընկել, այժմ նստած էր հատակին, նկարում խոսում էր մի աղջկա հետ, որին հազիվ էր ճանաչում։ Հիմա նա ընկեր ունի, ասաց Գաբրիելը, ամաչկոտորեն ժպտալով իր իսկ նկարին։ Այո, համաձայնեց Մարինան։ Եվ գիտես, որն է ամենահետաքրքիրը։ Երբ ընկեր ունես, ավելի հեշտ է նոր տեղեր բացահայտել։ Արմենն այլս չկարողացավ իրեն զսպել։ Նա արագ քայլերով մոտեցավ, ցանկանալով մասնակցել պահին, վերջապես կապ հաստատել իր որդու հետ այնպես, ինչպես Մարինան էր կարողացել։ Բայց այն պահին, երբ նրա իտալական կաշվե կոշիկները հարվածեցին մարմարին իր գործարար քայլերին բնորոշ ձայնով, Գաբրիելը կծկվեց, դադարեց նկարել։ Դուք ջուրը կոտրեցիք, ասաց Մարինան, լուրջ արտահայտությամբ նայելով Արմենին։ Ինչը կոտրեցի։ Ջուրը։ Ձկները հանգիստ լողում էին, իսկ դուք ջուրը կոտրեցիք։ Մարինան վեր կացավ, կանգնեց Արմենի առջ, նրանից շատ ավելի փոքր, բայց տպավորիչ բնական հեղինակությամբ։ Դուք պետք է սովորեք քայլել անտառում եղնիկի պես։ Մարինա, ես ընդամենը ուզում էի նկարը տեսնել։ Եղնիկները դանդաղ են քայլում, որ թռչուններին չվախեցնեն։ Եթե թռչուններին վախեցնում ես, ամբողջ անտառը լռում է։ Նա ցույց տվեց, դանդաղ շարժումով քայլելով, յուրաքանչյուր ոտքը զգուշորեն դնելով հատակին, առանց որը ձայն հանելու։ Այսպես։ Կարող եք։ Արմենը նայեց Անահիտին, փնտրելով ինչ-որ չափահաս հաստատում այս սյուրռեալիստական իրավիճակի համար։ 10 տարեկան աղջիկը վարքի դասեր էր տալիս մի մարդու, որը հարյուրավոր ղեկավարների հետ ժողովներ էր վարում։ Բայց Անահիտը ընդամենը քաջալերող գլխով արեց։ Փորձեք, պարոն Արմեն, ասաց նա մեղմորեն։ Մարինան ճիշտ է։ Երբեմն մենք պետք է այլ կերպ շարժվենք, որ չվախեցնենք նրանց, ովքեր արդեն վախեցած են։ Արմենը հանեց կոշիկները, մետաքսե գուլպաների միջով զգալով սառը մարմարը։ Նա փորձեց ընդօրինակել Մարինայի շարժումները, դանդաղ քայլելով, վերահսկելով յուրաքանչյուր քայլը։ Իրեն ծիծաղելի էր զգում, բայց երբ նայեց Գաբրիելին, տեսավ, որ տղան հետաքրքրությամբ դիտում է, առանց այն վախի, որը սովորաբար հայտնվում էր նրա աչքերում, երբ հայրը մոտենում էր։ Ավելի լավ է, գնահատեց Մարինան։ Հիմա կարող եք նստել մեզ հետ։ Բայց դանդաղ, կարծես իջնում եք լողավազանի տաք ջրի մեջ։ Արմենը նստեց հատակին, որդու կողքին, մի բան, որը տարիներ շարունակ չէր արել։ Գաբրիելը մի պահ դիտեց նրան, կարծես գնահատում էր, թե արդյոք անվտանգ է շարունակել նկարելը։ Վերջապես, նա կապույտ կավիճը առաջարկեց հորը։ Ուզում ես ինչ-որ բան նկարել ձկների համար, հայրիկ։ Արմենը դողացող ձեռքերով վերցրեց կավիճը։ Այնքան երկար ժամանակ էր, ինչ չէր նկարել, որ հազիվ էր հիշում, ինչպես սկսել։ Նա մի քանի տատանվող գծեր արեց մարմարի վրա, փորձելով ստեղծել մի բան, որը նման կլիներ ջրային բույսերի։ Արդյունքը աղետալի էր, բայց Գաբրիելը ժպտաց։ Շատ տարբեր ստացվեցին, ասաց տղան դիվանագիտորեն։ Բայց ձկներին դուր կգա իրենց ակվարիումում տարբեր բույսեր ունենալը։ Մարինան ցածրաձայն ծիծաղեց, երաժշտական ձայն, որը արձագանքեց շքեղ նախասրահում։ Յուրաքանչյուր ձուկ տարբեր բույսեր է սիրում։ Ոմանք սիրում են կանոնավորները, մյուսները ավելի խենթերը։ Արմենը նայեց իր անջորնի նկարին, իսկ հետո Մարինայի Գաբրիելի նուրբ նկարներին։ Կարծում եմ, իմ ձուկը խենթ բույսեր է սիրում։ Հայրիկ, խոսեց Գաբրիելը ցածրաձայն, կարող եմ քեզ սովորեցնել ձկան թեփուկներ նկարել։ Արմենի սիրտը գրեթե կանգ առավ։ Գաբրիելը ուզում էր իրեն ինչ-որ բան սովորեցնել։
Իր որդին, որը միշտ կարծես փախչում էր իրենից, այժմ ուզում էր գիտելիքով կիսվել։ Իհարկե, որդիս։ Ես մեծ սիրով կսովորեի։ Գաբրիելն ավելի մոտեցավ հորը, բռնեց նրա ձեռքը կապույտ կավիճը ուղղորդեց մարմարի վրայով։ Այսպես ես անում փոքրիկ շրջանակներ, որոնք դիպչում են իրար։ Կարծես փայլուն մետաղադրամներ լինեն, իրար կպած։ Արմենը հետեց որդու ուղղորդմանը, զգալով փոքրիկ տաք ձեռքը իր ձեռքի վրա, որն ուղղորդում էր յուրաքանչյուր շարժում։ Ամիսների ընթացքում առաջին անգամն էր, որ Գաբրիելը կամավոր դիպչում էր իրեն։ Անահիտը արցունքներն աչքերին դիտում էր տեսարանը, մինչդեռ Մարինան շարունակում էր նկարել, ստեղծելով ավելի ու ավելի մշակված ջրային աշխարհ ընկեր ձկների շուրջ։ Ես ջրիմուռներ եմ նկարելու, հայտարարեց Մարինան, որ ձկները թաքնվեն, երբ ամաչեն։ Լավ միտք է, ասաց Գաբրիելը։ Երբեմն ձկներին թաքնվելու տեղեր են պետք, երբ ջրում շատ իրարանցում է։ Արմենը հասկացավ, որ Գաբրիելը միայն ձկների մասին չէր խոսում։ Բոլորին էլ երբեմն թաքնվելու տեղ է պետք, ասաց նա մեղմորեն։ Դրանում ոչ մի վատ բան չկա։ Գաբրիելը զարմացած նայեց նրան, կարծես չէր սպասում, որ հայրը կհասկանա։ Ճիշտ է, հայրիկ։ Ճիշտ է, որդիս։ Նույնիսկ հայրիկներին են երբեմն թաքնվելու տեղեր պետք։ Մարինան մի պահ դադարեց նկարել հավանության նշանով նայեց Արմենին։ Հիմա դուք սովորում եք ձկների լեզուն, ասաց նա։ Այն ավելի դանդաղ է, քան մարդկանց լեզուն, բայց ավելի ճշմարիտ է։ Նրանք մեկ ժամ անցկացրին, նկարելով մարմարե հատակին, ստեղծելով գույներով կյանքով լի ստորջրյա աշխարհ։ Գաբրիելը կամաց-կամաց ազատվեց, պատմություններ պատմելով յուրաքանչյուր նկարած ձկան մասին, բացատրելով նրանց բնավորություններն ու նախասիրությունները։ Արմենը բացահայտեց, որ իր որդին հարուստ մանրամասն երակայություն ունի, որը նա երբեք չէր ունեցել համբերություն բացահայտելու։ Երբ վերջապես եկավ Մարինայի Անահիտի գնալու ժամանակը, Գաբրիելը ամաչկոտորեն մոտեցավ աղջկան։ Մարինա, ասաց նա, կարող ես նորից գալ։ Ձկները քեզ կկարոտեն։ Իհարկե կգամ, պատասխանեց նա, մատիտները պայուսակի մեջ դնելով։ Եվ հաջորդ անգամ կարող ենք էլ ավելի մեծ ակվարիում սարքել։ Գուցե ծովածիերով։ Գաբրիելը ժպտաց, անկեղծ ժպիտ, որը լուսավորեց նրա ողջ դեմքը։ Ես գիտեմ ծովածիեր նկարել։ Իմ դայակն է սովորեցրել, նախքան հայրիկը նրան աշխատանքից հանելը։ Արմենը մեղքի զգացում ունեցավ։ Նա հեռացրել էր Գաբրիելի դայակին, որովհետև նա չափազանց շատ էր երես տալիս, միշտ զիջելով տղայի քմահաճություններին։ Հիմա նա սկսում էր հասկանալ, որ գուցե նա պարզապես փորձում էր հասկանալ իր որդուն այնպես, ինչպես Մարինան էր անում։ Գաբրիել, ասաց Արմենը ծնկի իջնելով տղայի կողքին, կարող ես ինձ էլ սովորեցնել ծովածիեր նկարել։ Տղան խանդավառությամբ գլխով արեց։ Կարող եմ, հայրիկ։ Հեշտ է, երբ գիտես նրանց գաղտնիքը։ Ո՞րն է գաղտնիքը։ Նրանք դանդաղ են լողում, որովհետև շատ սեր են կրում իրենց փորիկում, ասաց Գաբրիելը լրջորեն։ Դրա համար են այդ գործը ստացել։ Այնքան շատ սիրուց է, որ ծանրանում է։ Արմենը նայեց որդուն, հասկանալով, որ զգայունության իմաստության շերտեր ու շերտեր կան այդ փոքրիկ մտքում, որոնք նա երբեք ջանք չէր գործադրել ուսումնասիրելու։ Ինչ գեղեցիկ է, որդիս։ Ես դա չգիտեի։ Շատ բաներ կան, որ դու իմ մասին չգիտես, հայրիկ, ասաց Գաբրիելը անմեղորեն, բայց խոսքերը ցավալի բացահայտման պես հարվածեցին Արմենին։ Մինչ Անահիտն ու Մարինան հրաժեշտ էին տալիս դռան մոտ, Արմենը կանգնած դիտում էր Գաբրիելին, որը վերադարձել էր հատակի նկարների մոտ գոհունակությամբ զննում էր դրանք։ Առաջին անգամ Արմենը տեսավ իր որդուն ոչ թե որպես լուծվելիք խնդիր, այլ որպես հիասքանչ հանելուկ, որը պետք է բացահայտել։ Մարինա, կանչեց Արմենը, նախքան նրանց գնալը։ Այն, ինչ դու ասացիր երկրաշարժի ժամանակ տուն չկառուցելու մասին։ Որտեղից ես դա սովորել։ Տատիկիցս։ Նա բանակի սերժանտ է եղել, հետո բուժքույր է դարձել։ Նա խնամում էր պատերազմից վախեցած վերադարձած զինվորներին։ Ասում էր, որ նախ պետք է հանգստացնել սիրտը, հետո կառուցել կարգապահությունը։ Արմենը դանդաղ գլխով արեց։ Քո տատիկը շատ իմաստուն կին է թվում։ Այդպիսին էր։ Նա անցյալ տարի մահացավ։ Բայց ինձ սովորեցրեց, որ բոլորը վախի մասին խոսելու տարբեր լեզու ունեն։ Պարզապես պետք է բացահայտել, թե որն է։ Այդ գիշեր Արմենս մեկ անգամ արթուն մնաց, բայց այժմ այլ պատճառներով։
Նա անհանգստացած չէր Գաբրիելի պահվածքով։ Նա հիացած էր այն բացահայտումով, որ իր որդին ամբողջական, բարդ հետաքրքիր անձնավորություն է։ Նա սկսում էր հասկանալ, որ խնդիրը երբեք Գաբրիելը չի եղել։ Խնդիրն այն էր, որ ինքը Արմենը երբեք չէր սովորել խոսել սեփական որդու լեզվով։ Եվ վաղը նա սկսելու էր սովորել սիրով լի ծովածիերի մասին։ 3 շաբաթ անցավ Մարինայի Անահիտի առաջին այցից Արմենի առանձնատուն, չորեքշաբթիներն ու շաբաթ օրերը դարձել էին Գաբրիելի համար շաբաթվա ամենասպասված օրերը։ Արմենը երբեք չէր տեսել, որ որդին այդքան դրական անհանգստություն ցուցաբերի որևէ բանի նկատմամբ։ Յուրաքանչյուր այցի առավոտյան Գաբրիելը վաղ էր արթնանում, իր սիրելի նկարները դասավորում էր փոքրիկ, կոկիկ կույտով, պատրաստվելով իր ստեղծագործությունները ցույց տալ Մարինային։ Արմենը նույնպես փոխել էր իր առօրյան։ Նա չեղարկում էր կարևոր հանդիպումները այդ օրերին, մի բան, որը նրա գործընկերները անհասկանալի էին համարում։ Ինչպես կարող էր մի մարդ, որը կայսրություն էր կառուցել այն սկզբունքի վրա, որ ժամանակը փող է, ամբողջ առավոտները տրամադրել 10 տարեկան աղջկան իր որդու հետ խաղալու համար։ Բայց Արմենը գիտեր մի բան, որը նրա գործընկերները չգիտեին։ Նա ավելի շատ բան էր սովորում առաջնորդության մասին այդ պահերին, Մարմարե հատակին, քան 2 տասնամյակ կորպորատիվ հանդիպումների ընթացքում։ Այդ մարտյան շաբաթ օրը, սակայն, ինչ-որ բան այլ էր։ Գաբրիելն անհանգիստ էր արթնացել, հրաժարվել էր նախաճաշից ամբողջ առավոտը կրկնվող շարժումներ էր անում ձեռքերով, մի նշան, որը Արմենը սովորել էր ճանաչել որպես աճող անհանգստության ցուցիչ։ Երբ Մարինան Անահիտը ժամանեցին, տղան տեսանելիորեն անհավասարակշիռ վիճակում էր։ Բարի լույս Գաբրիել, ուրախ ողջունեց Մարինան, սովորության համաձայն տետրը հանելով պայուսակից։ Այսօր նոր մատիտներ եմ բերել։ Դպրոցի վիճակախաղով եմ շահել։ Բայց Գաբրիելը չպատասխանեց։ Փոխարենը, նա սկսեց մարմին նորորել առաջ ու հետ, նուրբ շարժում, բայց որը Արմենը ճանաչում էր որպես նոպայի նախերգանք։ Առանց նախազգուշացման Գաբրիելը կտրուկ վեր կացավ, վազեց դեպի նախասրահի պահարանը, ուժգին փակելով դուռը իր հետից։ Գաբրիել, Արմենը արագ վեր կացավ, շարժվելով դեպի պահարանի դուռը։ Որդիս, դուրս արի այնտեղից։ Թաքնվելու պատճառ չկա։ Բայց պահարանի ներսից լսվում էր միայն խուլ հեկեկոցի ձայն, Գաբրիելի կողմից իրեր տեղափոխելու աղմուկը, հավանաբար բարիկադավորվելով վերարկուների միջ նեղ տարածքում։ Պարոն Արմեն, ասաց Անահիտը մեղմորեն, գուցե ավելի լավ է նրան մի փոքր ժամանակ տալ հանգստանալու։ Բայց նա չի կարող պարզապես փախչել ամեն անգամ, երբ անհարմար է զգում։ Դա նրան չի պատրաստում իրական աշխարհին։ Արմենը փորձեց բացել պահարանի դուռը, բայց այն փակված էր Գաբրիելի կողմից դռանը հենվելու ծանրությունից։ Գաբրիել, բաց արա այս դուռը հենց հիմա։ Մարինան մոտեցավ, ձեռքին մի փոքրիկ լապտեր, որը միշտ պահում էր պայուսակում, նկարչական պարագաների հետ միասին։ Կարող եմ փորձել։ Արմենը տատանվեց։ Նրա մի մասը ուզում էր պարտադրել իր հայրական հեղինակությունը, լուծել իրավիճակը ուղիղ արդյունավետ կերպով։ Բայց նա հիշեց վերջին շաբաթների դասերը, ջուրը կոտրելու մասին դժկամորեն մի քայլ հետ արեց։ Մարինան նստեց հատակին, պահարանի դռան մոտ, միացրեց լապտերը, սկսեց ստվերներ արտացոլել հակառակ պատին։ Ձեռքերով նա ստեղծեց գայլի ուրվագիծ, ստիպելով նրան դանդաղ շարժվել սպիտակ պատի վրայով։ Մի անգամ մի գայլ կար, որ մենակ էր ապրում սարում, սկսեց Մարինան, նրա ցածր մեղեդային ձայնը արձագանքում էր նախասրահում։ Նա լավ գայլ էր, ոչ նրանցից, որոնք վախեցնում են երեխաներին հեքիաթներում։ Նա պարզապես մի գայլ էր, որը կորցրել էր իր ոհմակը։ Արմենը հիացած դիտում էր, թե ինչպես են ստվերները պարում պատին։ Գայլի ուրվագիծը մենակ քայլում էր այս ու այն կողմ, ինչ-որ խորը մելանխոլիկ բան կար նրանում, թե ինչպես էր Մարինան շարժում ձեռքերը, ստեղծելով մենության պատրանք։ Գայլը հիշում էր այն ժամանակները, երբ իր եղբայրների հետ վազում էր անտառում, երբ նրանք միասին որս էին անում իրար կպած քնում, ձմռանը տաքանալու համար։ Բայց հիմա նա մենակ էր, որքան էլ ոռնում էր լուսնին, ոչ մի այլ գայլ չէր պատասխանում։ Պահարանից Գաբրիելի լացը դադարել էր։ Արմենը լսում էր, որ տղան ուշադրություն է դարձնում պատմությանը։ Մի օր գայլը գտավ մի մութ ու փոքր քարանձավ, որը նման էր այն որջերին, որտեղ նա թաքնվում էր, երբ ձագ էր։ Քարանձավը նեղ էր, բայց անվտանգ։ Ոչ ոք չէր կարող նրան այնտեղ վնասել։ Այսպիսով նա որոշեց, որ ընդմիշտ ապրելու է քարանձավում, հեռու բոլոր աղմուկներից, բոլոր այն բաներից, որոնք նրան հիշեցնում էին իր կորցրած ոհմակի մասին։
Մարինան փոխեց ձեռքերի շարժումը, այժմ գայլի ստվերը կուչ եկած էր, գծկված մի ձի մեջ, որը ներկայացնում էր քարանձավը։ Բայց պարզվեց, որ քարանձավի ներսում գայլը սկսեց ամեն գիշեր երազել իր ոհմակի մասին։ Երազում նրա եղբայրները հայտնվում էին ասում, որ կարոտում են նրան, որ ուզում են գտնել նրան, բայց չգիտեն, թե որտեղ է նա թաքնված։ Նրանք քայլում էին ամբողջ անտառով, փնտրելով նրան, բայց երբեք չէին գտնում քարանձավը։ Պահարանի դուռը դանդաղ բացվեց, ընդամենը մի ճեղք։ Արմենը կարողացավ տեսնել Գաբրիելի կանաչ աչքերից մեկը, որը նայում էր բացվածքից։ Գիտես, գայլն ինչ արեց հետո, հարցրեց Մարինան, ստվերները շարժման մեջ պահելով պատին։ Ինչ, եկավ Գաբրիելի փոքրիկ ձայնը պահարանի ներսից։ Նա որոշեց քարանձավի դուռը կիսաբաց թողնել։ Ընդամենը մի փոքր։ Որպեսզի եթե եղբայրներից որը մեկը մոտով անցնի, կարողանա տեսնել, որ նա այնտեղ է։ Եվ նա, որպեսզի ինքը կարողանա տեսնել, թե արդյոք դրսում մեկը կա, ում արժե ճանաչել։ Գաբրիելը պահարանի դուռը մի փոքր ավելի բացեց։ Մարինան շարունակեց. Առաջին օրը, երբ դուռը կիսաբաց էր, մի նապաստակ անցավ։ Նապաստակը ոհմակից չէր, բայց նա էլ էր մենակ։ Գայլն ու նապաստակը նայեցին իրար քարանձավի ճեղքերից, նապաստակն ասաց. Բար, գայլ։ Լավ ես այնտեղ։ Գայլը պատասխանեց. Անվտանգ եմ, շնորհակալ եմ։ Եվ նապաստակն ասաց. Ուրախ եմ։ Եթե մի օր զրուցելու ցանկություն ունենաս, ես ամեն օր կեսօրին այստեղով եմ անցնում։ Եվ գնաց։ Գաբրիելն այժմ ամբողջությամբ դուրս էր եկել պահարանից, բայց մնաց պատին հենված դռան կողքին, դիտելով ստվերները։ Երկրորդ օրը մի արճ անցավ։ Արջը մեծ էր, կարող էր վախենալու թվալ, բայց երբ տեսավ գայլին քարանձավում, նա դանդաղ նստեց հատակին, այնպես ինչպես արջերն են անում, երբ չեն ուզում ոչ ոքի վախեցնել։ Բար, գայլ, ասաց արջը մեղմ ձայնով։ Ես էլ եմ մի ժամանակ քարանձավում ապրել, երբ ինձ շատ մենակ էի զգում։ Դա լավ տեղ է մտածելու համար։ Գայլին դուր եկավ արջը, որովհետև նա հասկանում էր քարանձավների մասին։ Մարինան ստեղծեց արջի ստվեր, որը նստեց գայլի ստվերի կողքին, Արմենը հասկացավ, որ պատմությունը կատարյալ փոխաբերություն է իրենց իրավիճակի համար։ Գաբրիելը գայլն էր, պահարանը քարանձավը, իրենք սովորում էին լինել նապաստակն ու արջը, ոչ սպառնալից ներկայություններ, որոնք հարգում էին նրա անվտանգության կարիքը։ Եվ գիտես, որն էր լավագույն մասը, շարունակեց Մարինան։ Գայլը բացահայտեց, որ պետք չէ ընտրություն կատարել քարանձավի անվտանգության նոր ընկերների ընկերակցության մեջ։ Նա կարող էր ունենալ երկուսն էլ։ Քարանձավը մնում էր այնտեղ, երբ նրան պետք էր իրեն անվտանգ զգալ, բայց այժմ նա գիտեր, որ դրսում մարդիկ կան, որոնք իրեն հասկանում են։ Գաբրիելը դանդաղ մոտեցավ, նստեց Մարինայի կողքին, դիտելով ստվերները պատին։ Իսկ նրա ոհմակը։ Նրանք գտան գայլին։ Ոհմակի որոշ եղբայրներ գտան, այո։ Բայց գիտես, ինչն էր զվարճալին։ Երբ նրանք գտան գայլին, նա արդեն այնքան բան էր սովորել քարանձավում, արդեն այնքան նոր ընկերներ էր ձեռք բերել, որ նա այլս նույն գայլը չէր։ Նա ավելի իմաստուն գայլ էր։ Իսկ նրա հայրը, հարցրեց Գաբրիելը ցածրաձայն։ Հայրիկ գայլը նրան էլ էր փնտրում։ Արմենը զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց։ Գաբրիելը հարցնում էր իր մասին, այն մասին, թե արդյոք ինքը Արմենը իսկապես փնտրում է նրան, թե պարզապես փորձում է վերահսկել։ Հայրիկ գայլը փնտրում էր, այո, պատասխանեց Մարինան, արագ նայելով Արմենին։ Բայց հայրիկ գայլը մի խնդիր ուներ։ Նա միայն աչքերով էր կարողանում փնտրել, գիտես։ Նայում էր բոլոր ակնհայտ տեղերը, բայց երբեք չէր մտածում մութ քարանձավներում նայելու մասին։ Որովհետև հայրիկ գայլը վախենում էր մութ տեղերից։ Բայց եթե հայրիկ գայլը սովորեր չվախենալ, հարցրեց Գաբրիելը։ Այդ դեպքում այլ կլիներ։ Այդ դեպքում նա կարող էր նստել քարանձավի մուտքի մոտ սպասել, մինչ ձակը իրեն անվտանգ զգա դուրս գալու համար։ Գաբրիելը նայեց Արմենին, որը նստած էր մի քանի մետր հեռու, տեսարանը դիտելով հիացմունքի ցավալի ինքնաճանաչման խառնուրդով։ Հայրիկ, դու վախենում ես մութ տեղերից։ Արմենը կուլ տվեց։ Հարցը պարզ էր, բայց պատասխանը բարդ։ Վախենում էր, այո։ Վախենում էր չհասկանալ իր որդուն, վախենում էր ձախողվել որպես հայր, վախենում էր, որ Գաբրիելը երբեք իրեն չի սիրի այնպես, ինչպես ինքն էր սիրում Գաբրիելին։ Վախենում եմ։ Որդիս։ Ես շատ բաներից եմ վախենում, որոնք չեմ հասկանում։
Ոչինչ, ասաց Գաբրիելը երեխաներին բնորոշ անմեղությամբ։ Դու կարող ես սովորել։ Մարինան կարող է սովորեցնել։ Մարինան անջատեց լապտերը դրեց պայուսակի մեջ։ Գաբրիել, կարող եմ քեզ մի բան ցույց տալ։ Նա տետրից հանեց մի մեծ թուղթ, որի վրա նկարել էր Արմենի տան հատակագիծը, բայց այլ կերպ գունավորված։ Յուրաքանչյուր սենյակ առանձին գույն ուներ։ Պահարանը ներկված էր մուգ կապույտ, Արմենի աշխատասենյակը, խոհանոցը, բաց դեղին, հյուրասենյակը կանաչ, իսկ ննջասենյակները մանուշակագույն։ Ես քո տան քարտեզն եմ սարքել, բացատրեց Մարինան։ Բայց սա սովորական քարտեզ չէ։ Սա զգացմունքների քարտեզ է։ Գաբրիելը հիացած հագվեց թղթի վրա։ Այսինքն, ինչպես։ Յուրաքանչյուր գույն ներկայացնում է, թե ինչպես ես դու քեզ զգում յուրաքանչյուր տեղում։ Պահարանի մուգ կապույտը խորը ջուր է, երբ պետք է սուզվես ամեն ինչից հեռու։ Քո հոր աշխատասենյակիսը այն է, երբ դու քեզ շատ փոքր ես զգում։ Խոհանոցի դեղինը տաք անվտանգություն է։ Հյուրասենյակի կանաչը հանգիստ հետաքրքրասիրություն։ Իսկ ննջասենյակների մանուշակագույնը լավ երազներ։ Արմենը դիտում էր քարտեզը, նկատելով, որ իր աշխատասենյակը միակ սով ներկված հատվածն է։ Ինչու է իմ աշխատասենյակս, Մարինա։ Որովհետև հենց այնտեղ է Գաբրիելն իրեն ամենից շատ վախեցած զգում։ Շատ հեռախոսի աղմուկ, շատ բարձր ձայն, շատ շտապողականություն։ Նրա համար դա փոթորկի պես է։ Գաբրիելը եռանդուն գլխով արեց։ Ճիշտ է, հայրիկ։ Երբ դու աշխատասենյակում ես, կարծես ուրիշ մարդ ես դառնում։ Ավելի կոշտ մարդ։ Ավելի կոշտ։ Այո։ Ձայնդ փոխվում է։ Քայլերդ ավելի ծանր են դառնում։ Եվ դու դադարում ես ինձ նայել, միայն թղթերին ես նայում։ Արմենն իրեն այնպես զգաց, կարծես ստամոքսին հարված ստացավ։ Նա գաղափար անգամ չուներ, որ Գաբրիելը նկատում է այդ փոփոխությունները, էլ չասած, որ դրանք այդքան ազդում են նրա վրա։ Ինչ կարող եմ անել, որ աշխատասենյակը ավելի քիչ լինի, հարցրեց Արմենը։ Ձայնը իջեցնել, անմիջապես պատասխանեց Մարինան։ Թե հեռախոսի, թե ձայնի։ Եվ նայել Գաբրիելին, երբ նա ներս մտնի։ Եվ գուցե, ավելացրեց Գաբրիելը ամաչկոտորեն, գուցե դու կարողանայիր իմ նկարներից մեկը ունենալ սեղանին։ Որ հիշես, որ ես գոյություն ունեմ, նույնիսկ երբ դու աշխատում ես։ Արմենը ստիպված եղավ մի պահ հայացքը շեղել, որպեսզի չլացի որդու առաջ։ Ինչպես էր հասել այն կետին, որ սեփական որդին կասկածում էր, թե ինքը հիշում է նրա գոյության մասին։ Իհարկե, Գաբրիել։ Դու կարող ես ընտրել, թե որ նկարն ես ուզում, որ ես դնեմ սեղանին։ Գաբրիելը ժպտաց, բայց Մարինան դեռ չէր ավարտել։ Եվ մի բան էլ։ Գաբրիելին պետք է մի դեղին տեղ տանը, որը միայն իրենը կլինի։ Մի տեղ, որտեղ նա կարող է գնալ, երբ իրեն անվտանգ զգալու կարիք ունենա, բայց առանց թաքնվելու։ Խոհանոցի պես առաջարկեց Անահիտը, որը լուր հետում էր ողջ փոխազդեցությանը։ Խոհանոցը լավ է, համաձայնեց Գաբրիելը։ Այն տաք է, համեղ ուտելիքի հոտ ունի։ Արմենը տատանվեց։ Առանձնատան խոհանոցը աշխատակիցների վայր էր։ Նա հազվադեպ էր այնտեղ մտնում, բացառությամբ խոհարարին հրահանգներ տալու։ Գաբրիելի կողմից խոհանոցը որպես ապաստան օգտագործելու գաղափարը անկանոն էր թվում։ Պարոն Արմեն, ասաց Անահիտը մեղմորեն, կարող եմ մի բան առաջարկել։ Ինչ կասեք, եթե դուք Գաբրիելը խոհանոցի հատակին պիկնիկ անեք։ Առանց շտապելու, առանց հեռախոսի, միայն դուք երկուս։ Պիկնիկ հատակին։ Հատակին, հաստատեց Մարինան։ Հատակին պիկնիկները կախարդական են։ Ուտելիքն ավելի համեղ է դառնում, երբ հատակին ես նստած։ Գաբրիելը ոգորված ծափ տվեց։ Կարող եմ, հայրիկ։ Կարող ենք հատակին պիկնիկ անել։ Արմենը շուրջը նայեց։ Իր անթերի զարդարված տունը, իր էթիկետի կանոնները, իր կառուցվածքային առօրյան։ Այս ամենը ծիծաղելիորեն պճնամոլ էր թվում Գաբրիելի աչքերի փայլի համեմատ։ Կարող ենք, ասաց նա վերջապես։ Բայց ես ուտելիք պատրաստել չգիտեմ։ Ես կսովորեցնեմ, առաջարկեց Անահիտը։ Կարող ենք սենդվիչներից սկսել։ Հեշտ է, Գաբրիելը շատ է սիրում։ Կես ժամ անց Արմենը գտնվում էր սեփական խոհանոցում, վերնաշապկի թքերը կշտած, սովորում էր լոլիկ կտրատել Անահիտի համբերատար հսկողության ներքո։
Գաբրիելը նստած էր բարձր աթոռին, ոտքերն օրորում էր հրահանգներ տալիս, թե ինչքան մայոնեզ պետք է լինի սենդվիչի վրա։ Ոչ, հայրիկ, շատ քիչ է։ Ես շատ մայոնեզ եմ սիրում, ասում էր Գաբրիելը ժպտալով։ Եվ պանիրը պետք է ամբողջ հացը ծածկի, թե չէ դատարկ անցքեր կմնան։ Արմենը երբեք ուշադրություն չէր դարձրել որդու խոհարարական նախասիրություններին։ Միշտ այդ հարցերը թողնում էր խոհարարին կամ դայակներին։ Այժմ, անփութորեն լոլիկ կտրատելով անփորձ ձեռքերով մայոնեզ քսելով, նա բացահայտում էր, որ Գաբրիելը շատ որոշակի կարծիքներ ունի ուտելիքի մասին։ Ձեր տատիկն իսկապես զինվորներին պատմություններ էր սովորեցնում, հարցրեց Արմենը Մարինային, չափազանց զգուշորեն սենդվիչը հավաքելիս։ Սովորեցնում էր։ Նա ասում էր, որ երբ միտքը շատ վախեցած է, նրան ինչ-որ ծանոթ բան է պետք, որից կառչի։ Պատմությունները պարանների պես էին, որոնք զինվորներին հետ էին քաշում այն վատ տեղից, ուր նրանք գնացել էին։ Եվ օգնում էր։ Օգնում էր։ Նա շատ մարդկանց է փրկել միայն պատմություններ պատմելով։ Ասում էր, որ բոլորի մեջ մի պատմություն կա, որը պետք է լսվի։ Արմենը դադարեց լոլիկ կտրատել, նայեց Գաբրիելին։ Ո՞րն է քո պատմությունը, որդիս։ Գաբրիելը մի պահ մտածեց, ոտքերն օրորելով։ Իմ պատմությունը մի տղայի մասին է, որն ապրում էր շատ մեծ տանը, բայց իրեն շատ փոքր էր զգում։ Մինչ որ մի աղջիկ նրան սովորեցրեց գունավոր քարտեզներ սարքել, նրա հայրիկը սովորեց դանդաղ քայլել։ Եվ ինչպես է ավարտվում պատմությունը։ Դեռ չի ավարտվել, ասաց Գաբրիելը իմաստությամբ։ Բայց կարծում եմ, լավ կավարտվի։ Նրանք պիկնիկ արեցին հենց այնտեղ, խոհանոցի հատակին, նստած մի ծածկոցի վրա, որը Անահիտը բերել էր մառանից։ Արմենը կերավ իր անկանոն սենդվիչը, լսեց Գաբրիելի պատմությունները վերջին շաբաթներին նկարած յուրաքանչյուր ձկան մասին։ Դա ամենաերկար խոսակցությունն էր, որ նրանք ունեցել էին ամիսների ընթացքում։ Պարոն Արմեն, ասաց Մարինան, երբ արդեն գնալու ժամանակն էր, կարող եմ մի խնդրանք անել։ Իհարկե։ Գաբրիելը պատրաստ է նոր մարդկանց ծանոթանալու։ Բայց դանդաղ, մեկ-մեկ։ Կարող եք նրան ինչ-որ հատուկ մեկի հետ ծանոթացնել։ Արմենը մի պահ մտածեց։ Հաջորդ շաբաթ գալա երեկույթ կար, իր ընկերության 20-ամյակի տոնակատարությունը։ Դա կատարյալ առիթ կլիներ ներդրողներին գործընկերներին ցույց տալու, որ Գաբրիելը ավելի լավ է, որ Արմեն Մարտիրոսյանի որդին նորմալ շփվող երեխա է։ Իրականում, մի միտք ունեմ։ Հաջորդ շաբաթ ընկերության միջոցառում կա։ Շատ կարևոր մարդիկ կլինեն այնտեղ։ Գուցե Գաբրիելը կարողանա գալ։ Մարինան խոժոռվեց։ Քանի՞ մարդ։ Մոտ 200-300։ Շատ մարդ է։ Բայց դա հիանալի հնարավորություն կլիներ Գաբրիելի համար սոցիալական հմտություններ կիրառելու, պնդեց Արմենը, մի պահ վերադառնալով գործարար ռեժիմին։ Նա պետք է սովորի գործել։ Մասնագիտական միջավայրերում։ Գաբրիելը, որը իր նկարներն էր հավաքում, կանգ առավ անհանգստությամբ նայեց հորը։ Հայրիկ, ես պետք է գնամ։ Արմենը հասկացավ, որ սխալ է թույլ տվել։ Նա կրկին մտածում էր Գաբրիելի մասին որպես լուծվելիք խնդիր, այլ ոչ թե որպես հասկանալիք անձնավորություն։ Պարտադիր չէ, որդիս։ Բայց լավ կլիներ, եթե ցանկանայիր փորձել։ Մարինան վեր կացավ, կանգնեց Արմենի առջ, այն լուրջ կեցվածքով, որը նա արդեն լավ գիտեր։ Կարող եմ մի պայման դնել։ Որը։ Եթե Գաբրիելը վախենա, մենք գնում ենք։ Անմիջապես։ Առանց վիճելու, առանց պնդելու, որ նա մի փոքր էլ դիմանա։ Եթե նա նշան անի, որ ուզում է գնալ, մենք գնում ենք։ Արմենը տատանվեց։ Միջոցառումը կարող էր իր կորպորատիվ իմիջի համար։ Մեջտեղում հեռանալը կարող էր թուլության, անկազմակերպվածության տպավորություն թողնել։ Կամ ընդունում եք, կամ ոչ, ասաց Մարինան, ձեռքերը խաչելով։ Գաբրիելը նայեց հոր Մարինայի միջ, ակնհայտորեն նյարդայնացած միջոցառման հեռանկարից, բայց նա հետաքրքրված։ Կարող եմ պղպջակների սրվակը վերցնել։ Կարող ես, հավաստիացրեց Մարինան։ Եվ եթե ուզում ես, ես էլ կարող եմ հետդ գալ։ Արմենը նայեց իր որդուն, որը փորձում էր քաջ լինել, չնայած ակնհայտ վախին, կայացրեց մի որոշում, որի համար գիտեր, որ կարող է զղջալ։ Լավ։ Եթե Գաբրիելը ուզում է փորձել, գնում ենք։ Մարինայի պայմաններով։
Երբ նրանք հրաժեշտ էին տալիս դրան մոտ, Արմենը չէր կարողանում ազատվել այն զգացումից, որ պատրաստվում է իր որդուն դնել մի իրավիճակի մեջ, որը շատ ավելի մեծ է, քան Գաբրիելը կարող էր հաղթահարել։ Բայց նա պետք է վստահեր, որ վերջին շաբաթները Գաբրիելին պատրաստել էին այս հաջորդ քայլին։ Կամ գուցե, մտածեց Արմենը անհանգստության նոպայով, նա պարզապես փորձում էր ցույց տալ իր որդուն որպես հաղթանշան, տպավորելու մարդկանց, որոնք կարևոր չէին։ Իրականում, նա վստահ չէր, թե որոնք էին իր դրդապատճառները։ Եվ դա նրան ավելի շատ էր վախեցնում, քան ուզում էր խոստովանել։ Օպերայի բալետի ազգային ակադեմիական թատրոնը երբեք ավելի վեհ չէր թվացել, քան այդ շաբաթ երեկո։ Բյուրեղապակյա ջահերը ոսկեգույն լույսով ողողում էին մեծ սրահը, մինչ մատուցողները ֆրանսիական շամպայնի սկուտեղներով շրջում էին Մարտիրոսյան գրուպի 20-ամյակի երեկույթի 300 հյուրերի միջ։ Դա այն տեսակի միջոցառում էր, որը Արմենը կազմակերպում էր 2 տասնամյակ, որտեղ յուրաքանչյուր մանրուք մանրակրկիտ պլանավորված էր, տպավորելու ներդրողներին, քաղաքական գործիչներին, երանյան էլիտայի գործարարներին։ Արմենն անթերի էր իր հատուկ կարված սմոքինգով, ողջունում էր հյուրերին այն պրոֆեսիոնալ ժպիտով, որը կատարելագործել էր տարիների ընթացքում։ Բայց այդ երեկո նրա պահվածքում ինչ-որ բան այլ էր։ Նրա աչքերը անընդհատ փնտրում էին Գաբրիելին, որը Մարինայի կողքին կանգնած էր հետի պատի մոտ, տեսանելիորեն անհարմար զգալով իր փոքրիկ մուգ կապույտ կոստյումի մեջ։ Տղան կրում էր հատուկ ականջակալներ, որոնք Արմենը գնել էր նրա համար նախորդ շաբաթ, բայց նույնիսկ այդպես տեսանելի էր, որ նա պայքարում է գրգիռների ավելցուկի դեմ։ Լույսերը թարթում էին ոսկեգույն արծաթագույն երանգներով, նվագախմբի երաժշտությունը արձագանքում էր բարձր սրահում, կար 300 միաժամանակյա խոսակցությունների մշտական խշշոց, որը խառնվում էր խլացուցիչ աղմուկի մեջ։ Մարինան կանգնած էր Գաբրիելի կողքին փոքրիկ թիկնապահի պես, հագին պարզ զգեստ, որը փոխ էր առել հյուրանոցի մյուս աշխատակցուհիներից մեկի դստերից։ Նա ձեռքին պահում էր փոքրիկ պայուսակ, որտեղ Արմենը գիտեր, որ գտնվում է արտակարգ իրավիճակների համար նախատեսված պղպջակների սրվակը։ Անահիտը նույնպես մոտ էր, ակնհայտորեն տեղից դուրս այս շքեղ միջավայրում, բայց ուշադիր ցանկացած նշանի, որ Գաբրիելը կարող է օգնության կարիք ունենալ։ Արմեն, ընկերության գլխավոր ներդրողներից մեկի, Ռուբեն Հակոբյանի բարձր ձայնը կտրեց սրահի միջով։ 60-ամյա տղամարդը մոտենում էր լայն ժպիտով վիսկիի բաժակը ձեռքին։ Ինչ հիանալի երեկույթ։ Եվ սա պետք է որ հայտնի Գաբրիելը լինի։ Արմենը զգաց, թե ինչպես ստամոքսը կծկվեց։ Ռուբենը հենց այն տեսակի մարդն էր, որին նա ուզում էր տպավորել այդ երեկո, ազդեցիկ ներդրող, որը վերահսկում էր միլիոնավոր դրամների ֆոնդեր, որը միշտ կասկածի տակ էր դրել Արմենի անձնական մասնագիտական կյանքը հավասարակշռելու ունակությունը։ Գաբրիելին սոցիալապես լավ գործելիս ցույց տալը կարևոր ռազմավարական հաղթանակ կլիներ։ Ռուբեն, ուրախ եմ քեզ տեսնելու, ողջունեց Արմենը, քայլելով դեպի խումբը։ Գաբրիել, արի այստեղ, որդիս։ Ուզում եմ քեզ ծանոթացնել պարոն Հակոբյանի հետ։ Գաբրիելը ականջակալների միջով նայեց հորը, նրա կանաչ աչքերը հստակ ցույց էին տալիս անհանգստություն։ Մարինան նրբորեն դիպավ տղայի թին, աջակցության ժեստ, բայց Գաբրիելը հնազանդորեն վեր կացավ տատանվող քայլերով շարժվեց դեպի հայրը։ Ուրեմն դու Արմենի որդին ես, ասաց Ռուբենը մի ձայնով, որը չափազանց բարձր էր հնչում Գաբրիելի համար։ Շատ եմ լսել քո մասին, երիտասարդ։ Հայրդ ասում է, որ դու շատ խելացի ես։ Գաբրիելը մի փոքր կծկվեց մեծ աղմկոտ տղամարդու մոտ լինելուց։ Նա նայեց Արմենին, ուղղորդում փնտրելով, բայց հայրական աչքերում գտավ միայն սպասում։ Գաբրիել, ողջունիր պարոն Հակոբյանին, հրահանգեց Արմենը մի ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Նա ընկերության շատ կարևոր գործընկեր է։ Բբար, շշնջաց Գաբրիելը, տատանվող կերպով մեկնելով փոքրիկ ձեռքը։ Ռուբենը չափազանց ուժգին սեղմեց տղայի ձեռքը։ Ինչ դաստիարակված երիտասարդ։ Եվ ինձ ասել են, որ դու մասնագիտություն ընտրելու տարիքում ես։ Արդեն մտածել ես հորդ հետքերով գնալ բիզնեսի աշխարհում։ Գաբրիելը շփոթված նայեց։ 8 տարեկանում կարիերայի գաղափարը նրա համար բոլորովին վերացական էր։ Նա սիրում էր նկարել ձկներ ծովածիեր, ոչ թե աղյուսակներ հանդիպումներ։ Ես սիրում եմ նկարել, պատասխանեց նա ցածրաձայն։ Նկարել։ Ինչ հետաքրքիր է, ասաց Ռուբենը, թե նրա տոնը ճիշտ հակառակն էր հուշում։ Բայց դու գիտես, որ արվեստը ավելի շատ հոբբի է, այնպես չէ։ Կարորը ամուր մասնագիտություններ հետելն է, ինչպես հայրը։ Արմենը նկատեց, որ Գաբրիելն ավելի ու ավելի է լարվում։
Տղան սկսեց զգուշորեն օրորվել մի ոտքից մյուսը, աճող անհարմարության նշան, որը Արմենը սովորել էր ճանաչել։ Բայց խոսակցությունը կարող էր բիզնեսի համար, Գաբրիելը պետք է սովորեր հարմարվել սոցիալական դժվար իրավիճակներին։ Գաբրիելը նա շատ լավ է թվերի հետ, ստեց Արմենը, փորձելով տպավորել Ռուբենին։ Իրականում, նա ինձ օգնում է ընկերության որոշ նախագծերում, այնպես չէ, որդիս։ Գաբրիելը լիակատար շփոթությամբ նայեց հորը։ Նա երբեք չէր օգնել ընկերության հետ կապված որևէ բանում։ Իրականում, նա հազվադեպ էր մտնում հոր աշխատասենյակ, Մարինայի բացահայտած սքարտեզի պատճառով։ Իսկապես, ասաց Ռուբենը, այժմ հետաքրքրված։ Ինչ տեսակի նախագծեր։ Արմենը հասկացավ, որ բարդ իրավիճակի մեջ է հայտնվել, բայց այժմ չէր կարող նահանջել։ Հիմնականում վիզուալ վերլուծություններ։ Գաբրիելը շատ սուր աչք ունի մանրամասների համար։ Գաբրիելն այժմ տեսանելիորեն գրգռված էր։ Նրա ձեռքերը սկսեցին կրկնվող շարժումներ անել, նա հուսահատ նայեց Մարինայի ուղղությամբ, որը դանդաղ մոտենում էր։ Ինչ հետաքրքիր է, շարունակեց Ռուբենը։ Գաբրիել, պատմիր ինձ այդ նախագծերի մասին։ Ինչ ես դու կոնկրետ վերլուծում հորդ համար։ Հարցը հարվածի պես ստիպավ Գաբրիելին։ Նա չէր հասկանում, թե ինչու է հայրը ասում բաներ, որոնք ճիշտ չեն, ինչու է ստիպված զացնել, թե ինքը մեկն է, ով չէ։ Սրահի աղմուկը կարծես ուժեղանում էր, լույսերն ավելի պայծառ էին դառնում, շատ մարդիկ էին մոտենում, խոսակցությունը լսելու համար։ Ես չեմ, սկսեց կակազել Գաբրիելը, նրա խոսքերը կորչում էին աճող անհանգստության մեջ։ Բարձր խոսիր, երիտասարդ, քաջալերեց Ռուբենը։ Մի ամաչիր։ Հենց այդ պահին Գաբրիելը փլուզվեց։ Գրգիռների ավելցուկը, լինելու ճնշումը մեկը, ով ինքը չէր, հոր սուտը գոյություն չունեցող նախագծերի մասին, այս ամենը միավորվեց կատարյալ փոթորկի մեջ։ Գաբրիելը սկսեց գոռալ, հանելով ականջակալները գցելով դրանք հատակին, ձեռքերով ծածկելով ականջները։ Գաբրիել, Արմենը փորձեց մոտենալ, բայց տղան հետ քաշվեց, ցայթաքելով ընկնելով պալատի մարմարե հատակին։ Գաբրիելը կծկվեց պտղի դիրքով, օրորվելով առաջ ու հետ, գոռալով այնպիսի ուժգնությամբ, որը կտրեց սրահի բոլոր խոսակցությունները։ 300 զույգ աչքեր ուղղվեցին դեպի տեսարանը, ոմանք հետաքրքրասեր, մյուսները ակնհայտորեն անհանգստացած։ Մարինան անմիջապես արձագանքեց։ Նա բարձրացավ մոտակա աթոռի վրա, պայուսակից հանեց պղպջակների սրվակը, սկսեց հուսահատորեն փչել դրանք։ Փոքրիկ ծիածանագույն գնդիկները սավառնեցին Գաբրիելի վրայով, ստեղծելով կախարդական տեսարան ջահի լույսերի տակ։ Մի պահ թվաց, թե օգնում է։ Գաբրիելը դադարեց գոռալ, նայեց պղպջակներին, աչքերով հետելով նրանց շարժումներին։ Սրահը լռեց, դիտելով 10 տարեկան աղջկա տարօրինակ տեսարանը աթոռի վրա, որը պղպջակներ էր փչում ճգնաժամի մեջ գտնվող երեխայի վրա։ Բայց Արմենը նվաստացած էր։ Երանի ողջ բիզնես էլիտան դիտում էր, թե ինչպես է իր որդին նյարդային նոպա ունենում իր ամենակարևոր երեկույթի մեջտեղում։ Ավելի վատ, մի աղջիկ օճառի պղպջակներով թատրոն էր սարքում, նրան հանգստացնելու համար, կարծես Գաբրիելը խնդրահարույց երեխա լիներ, որին կախարդական հնարքներ են պետք գործելու համար։ Հերիք է, պայթեց Արմենը, արագ քայլելով դեպի Մարինան։ Անմիջապես դադարեցրու այս ամենը։ Պարոն Արմեն, օգնում է, բողոքեց Մարինան, շարունակելով պղպջակներ փչել։ Նայեք, նա հանգստանում է։ Սա ծիծաղելի է, գոռաց Արմենը, համակված ամոթով զայրույթով։ Նա սրվակը խլեց Մարինայի ձեռքերից ուժգին գցեց հատակին, ստիպելով ապակուն փշրվել մարմարի վրա։ Իմ որդին կրկեսի կենդանի չէ, որին հնարքներ են պետք, իրեն պահելու համար։ Կոտրվող ապակու ձայնը կայծակի պես հարվածեց Գաբրիելին։ Տղան նորից սկսեց գոռալ, բայց այս անգամ այնպիսի ուժգնությամբ, որը գրեթե անմարդկային էր։ Նա գալարվում էր հատակին, ձեռքերը սեղմում էին գլուխը, կարծես ֆիզիկական ցավ էր զգում։ Գաբրիել, Արմենը ծնկի իջավ որդու կողքին, փորձելով դիպչել նրան, բայց Գաբրիելը սարսափով հետ քաշվեց, կարծես հայրը վտանգի աղբյուր լիներ։ Մարինան իջավ աթոռից, նույնպես ծնկի իջավ Գաբրիելի կողքին, ցածրաձայն խոսելով. Գաբրիել, նայիր ինձ։ Իմ հետ շնչիր։ Դանդաղ։ Բայց ինչ-որ բան անդառնալիորեն կոտրվել էր։ Գաբրիելն այլս չէր արձագանքում։ Նրա աչքերը բաց էին, բայց դատարկ, կարծես նա լիովին անջատվել էր շրջապատող աշխարհից։ Նա դադարել էր գոռալ, բայց լիովին անշարժ էր, չէր արձագանքում ոչ մի գրգռիչի։ Գաբրիել, կանչեց Արմենը, այժմ հուսահատ ձայնով։
Որդիս, խոսիր ինձ հետ։ Բայց Գաբրիելը չէր պատասխանում։ Նա ֆիզիկապես ներկա էր, բայց հեռացել էր մի շատ հեռավոր անհասանելի տեղ։ Անահիտը արագ մոտեցավ։ Պարոն Արմեն, մենք պետք է նրան տուն տանենք։ Հիմա։ Այո, համաձայնեց Արմենը, դեռ շոկի մեջ։ Նա Գաբրիելին գրկեց, զգալով, թե ինչպես է տղայի մարմինը լիովին թուլացած, առանց դիմադրության, բայց նա առանց համագործակցության։ Կարծես տիկնիկ տաներ։ Առանձնատուն վերադարձը կատարվեց լիակատար լռության մեջ։ Գաբրիելը մնում էր կատատոնիկ վիճակում, աչքերը հարված ինչ-որ անսահման կետի։ Մարինան Անահիտը նույն մեքենայով էին, բայց Արմենը չափազանց կենտրոնացած էր Գաբրիելի վրա, նրանց հետ խոսելու համար։ Առանձնատանը Արմենը Գաբրիելին պառկեցրեց անկողնում, բայց տղան շարունակում էր մնալ նույն վիճակում։ Չէր պատասխանում հարցերին, չէր արձագանքում հպմանը, չէր ցույց տալիս որևէ նշան, որ հասկանում էր, թե ինչ է կատարվում իր շուրջը։ Կարծես Գաբրիելը պարզապես հեռացել էր։ Նա լավ կլինի, հարցրեց Արմենը Անահիտին, չկարողանալով թաքցնել ձայնի մեջ հուսահատությունը։ Չգիտեմ, պարոն Արմեն։ Երբեք նրան այսպիսին չեմ տեսել։ Արմենը նայեց Մարինային, փնտրելով ինչ-որ ուղղորդում, ինչ-որ կախարդական հնարք, որը կարող էր իր որդուն հետ բերել։ Բայց Մարինան նրան դիտում էր մի արտահայտությամբ, որը նա երբեք չէր տեսել։ Դա այլս վերջին շաբաթների իմաստուն հասկացող աղջիկը չէր։ Դա խորապես հիասթափված երեխա էր։ Դուք պետք է գնաք, կտրուկ ասաց Արմենը։ Ինչպես, հարցրեց Անահիտը, զարմացած։ Պետք է գնաք։ Հիմա։ Արմենը չէր կարողանում նայել Մարինային։ Այն, ինչ տեղի էր ունեցել, հանրային նվաստացումը, ամեն ինչ վերածվում էր անտրամաբանական զայրույթի, ուղղված այն երկու մարդկանց, որոնք ականատես էին եղել իր լիակատար ձախողմանը որպես հայր։ Դուք այլս այստեղ չեք գալու։ Ես այլս փորձարկումներ չեմ ուզում իմ որդու հետ։ Պարոն Արմեն, փորձեց վիճել Անահիտը, գուցե եթե խոսենք։ Խոսելու բան չկա։ Վերցրեք ձեր իրերը դուրս եկեք իմ տնից։ Մարինան վերջապես խոսեց, նրա ձայնը փոքր, բայց ամուր էր։ Դու ես դա արել նրա հետ։ Ինչ։ Դու ես նրան կոտրել։ Ոչ թե միջոցառումը, ոչ թե մարդիկ։ Դու ես։ Արցունքներ սկսեցին հոսել Մարինայի դեմքով, բայց նրա ձայնը մնաց ամուր։ Նա վստահում էր քեզ, իսկ դու նրան դավաճանեցիր։ Դուրս արի իմ տնից, ասաց Արմենը սառնորեն։ Հիմա։ Անահիտը բռնեց Մարինայի ձեռքից, երկուսը լուր դուրս եկան, Արմենին մենակ թողնելով Գաբրիելի հետ, որը անշարժ մնում էր անկողնում, կանաչ աչքերը հարված առաստաղին, կարծես նայում էր մի բանի, որը միայն ինքն էր կարող տեսնել։ Արմենն ամբողջ գիշեր նստած մնաց որդու անկողնու կողքին, դիտելով, սպասելով ինչ-որ նշանի, որ Գաբրիելը կվերադառնա։ Բայց տղան մնում էր բացակա, դանդաղ շնչում էր, կենդանի, բայց իրականում ներկա չէր։ Կիրակի առավոտյան Գաբրիելը դեռ նույն վիճակում էր։ Արմենը ամեն ինչ փորձեց։ Առաջարկեց տղայի սիրելի նկարները, մեղմ երաժշտություն միացրեց, փորձեց խոհանոցի լվացքի հեղուկով պղպջակներ սարքել։ Ոչինչ չէր օգնում։ Գաբրիելն այնտեղ էր, բայց չկար։ Հենց այդ պահին Արմենը աստիճաններից քայլերի ձայն լսեց։ Փոքր վճռական քայլեր, որոնք նա անմիջապես ճանաչեց։ Մարինան վերադարձել էր, բարձրանում էր դեպի աշխատասենյակ։ Արմենը գտավ նրան կանգնած իր աշխատասենյակի մեջտեղում, դիտելով թղթերի կույտերը, բազմաթիվ հեռախոսները, համակարգչի էկրանները, որոնք երբեք չէին դադարում թարթել։ Նա էլ ավելի փոքր էր թվում այդ կորպորատիվ միջավայրում, բայց նրա կեցվածքը մարտահրավեր էր։ Ես քեզ ասել էի, որ չվերադառնաս, ասաց Արմենը։ Իսկ ես ասացի, որ դու ես նրան կոտրել, պատասխանեց Մարինան, շրջվելով նրա դեմ։ Ուզում ես իմանալ, թե ինչու Գաբրիելը չի վերադառնում։ Գնա այստեղից։ Որովհետև դու գոյություն չունես նրա քարտեզի վրա։ Արմենը կանգ առավ։ Ինչ նկատի ունես։ Տան զգացմունքների քարտեզի վրա, որը ես սարքել էի, հիշում ես։ Ես գույն էի դրել բոլոր այն տեղերում, որտեղ Գաբրիելն ինչ-որ բան է զգում։ Բայց գիտես, որտեղ դու չհայտնվեցիր։ Արմենը գուլ տվեց, սկսելով հասկանալ։ Ոչ մի տեղ։ Դու գոյություն չունես քո որդու զգացմունքային աշխարհում։ Նրա համար դու ուրվականի պես ես, որը երբեմն աղմուկ է հանում։ Դա ճիշտ չէ։ Ճիշտ է։
Դուք ներկա չեք, պարոն Արմեն։ Դուք միշտ աշխատում եք, միշտ հեռախոսով եք, միշտ շտապում եք։ Գաբրիելը փորձեց ձեզ ներառել իր աշխարհում այս շաբաթների ընթացքում, բայց երեկ դուք նրան ցույց տվեցիք, որ նա այնքան կարևոր չէ, որ դուք դադարեք ստել։ Արմենը զգաց, թե ինչպես են խոսքերը գնդակների պես հարվածում իրեն։ Ես սիրում եմ իմ որդուն։ Սիրելը բավարար չէ, եթե դու ներկա չես դա ցույց տալու համար։ Մարինան մոտեցավ Արմենի սեղանին, վերցրեց այնտեղ դրված շրջանակված լուսանկարներից մեկը։ Դա Գաբրիելի լուսանկարն էր 5 տարեկանում, որը ժպտում էր տեսախցիկին։ Երբ եք վերջին անգամ իսկապես նայել այս լուսանկարին։ Երբ եք վերջին անգամ դադարեցրել այն, ինչ անում էիք, պարզապես նրա հետ զրուցելու համար։ Արմենը չէր կարողանում պատասխանել, որովհետև չէր կարողանում հիշել։ Գաբրիելը ձեզ որպես հայր չի տեսնում, պարոն Արմեն։ Նա ձեզ տեսնում է որպես հզոր անծանոթ, որը որոշում է այն տան կանոնները, որտեղ ինքն ապրում է։ Մարինան լուսանկարը հետ դրեց սեղանին։ Եվ երեկ, երբ նրան պետք էր, որ դուք իր հայրը լինեիք, դուք ընտրեցիք լինել հզոր անծանոթը կարևոր մարդկանց առջ։ Ես չգիտեի։ Հիմա գիտեք։ Եվ Գաբրիելը կոտրված է, որովհետև աշխարհում միակ մարդը, ում նա ուզում էր, որ իրեն իսկապես սիրի, ցույց տվեց, որ այն, ինչ ուրիշները մտածում են, ավելի կարևոր է, քան ինքը։ Արմենը ծանր նստեց կաշվե բազկաթոռին, զգալով իր ձախողումների ողջ ծանրությունը որպես հայր։ Ինչ անեմ։ Ինչպես նրան հետ բերեմ։ Չգիտեմ, կարող եք, թե։ Ոչ, ասաց Մարինան անկեղծորեն։ Բայց եթե ուզում եք փորձել, դուք պետք է դադարեք լինել գործարար, սկսեք լինել հայր։ Իսկապես։ Ինչպես։ Հայտնվեք նրա քարտեզի վրա։ Դադարեք ուրվական լինելուց, դարձեք իրական մարդ։ Մարինան շրջվեց գնալու, բայց կանգ առավ դռան մոտ։ Մայրս ասաց, որ ես այլս չեմ կարող այստեղ գալ։ Նա վախենում է, որ դուք նրան աշխատանքից կհանեք իմ պատճառով։ Ես չեմ։ Կարող չէ։ Գաբրիելին այլս ես պետք չեմ։ Նրան դուք եք պետք։ Բայց իսկական դուք, ոչ թե այն սուտ դուք, որը երեք հայտնվեց։ Մարինան դուրս եկավ, Արմենին մենակ թողնելով իր աշխատասենյակում, շրջապատված բոլոր այն բաներով, որոնք նա կարող էր համարել մինչ 24 ժամ առաջ։ Այժմ, նայելով պայմանագրերի կույտերին, լուր հեռախոսներին, անջատված էկրաններին, ամեն ինչ բոլորովին անիմաստ էր թվում։ Նրա որդին կոտրված էր վերի հարկում, Արմենը վերջապես հասկացավ, որ ինքը, միայն ինքը ուներ բանալիները ուղղելու այն, ինչ կոտրել էր։ Հարցն այն էր, թե արդյոք դեռ ժամանակ կար, թե արդյոք նա բավականաչափ քաջություն ուներ, հրաժարվելու լինել հաջողակ գործարար Արմենը փորձելու բացահայտել, թե ինչպես լինել պարզապես Գաբրիելի հայրը։ Արմենն այդ կիրակի գիշեր չքնեց։ Նա նստած մնաց Գաբրիելի անկողնու կողքի բազկաթոռին, դիտելով, թե ինչպես է որդին շնչում նույն դանդաղ կանոնավոր ռիթմով, ինչպես մեկը, ով ֆիզիկապես ներկա է, բայց ապաստանել է սեփական մտքի մի շատ հեռավոր անվտանգ վայրում։ Առավոտյան լույսը դանդաղ ներս թափանցեց պատուհանից, ոսկեգույն փափուկ, բայց Գաբրիելը մնում էր նույն վիճակում, կանաչ աչքերը հարված առաստաղին, տեսնելով մի բան, որը միայն ինքը գիտեր, թե ինչ է։ Առավոտյան ժամը 7-ին Արմենը մի որոշում կայացրեց, որը կփոխեր ամեն ինչ։ Նա վեր կացավ, արագ լոգանք ընդունեց, հագավ պարզ հագուստ, ջինսետ աբատ բամբակյա վերնաշապիկ, հագուստ, որը տարիներ շարունակ չէր հագել։ Խոհանոցում նա խնդրեց աշխատակցուհուն պատրաստել մի զամբյուղ պարզ սենդվիչներով, մրգերով բնական հյութով։ Այնուհետ նա գնաց մի խաղալիքների խանութ, որը վաղ էր բացվում հանգստյան օրերին, գնեց 5 սրվակ օճառի պղպջակներ։ Բնակարանը, որտեղ ապրում էին Անահիտն ու Մարինան, գտնվում էր Նոր Նորքի բնակելի համալիրներից մեկում, Վահագնի թաղամասի առանձնատնից գրեթե 2 ժամվա ճանապարհ։ Արմենը երբեք չէր եղել Երանի այդ հատվածում։ Նա իր Մերսեդեսը կայանեց փոքրիկ 4 հարկանի շենքի դիմաց, ակնհայտորեն տեղից դուրս այդ հասարակ միջավայրում, բարձրացավ աստիճաններով մինչ 3-րդ հարկ։ Երբ Անահիտը բացեց դուռը, չկարողացավ թաքցնել զարմանքը։ Արմենը կանգնած էր այնտեղ, առանց կոստյումի, առանց սովորական ամբարտավան կեցվածքի, ձեռքին ուտելիքի զամբյուղ օճառի պղպջակների սրվակներով տոպրակ։ Նրա աչքերում ինչ-որ բան այլ էր, մի խոցելիություն, որը նա երբեք չէր տեսել։ Պարոն Արմեն։ Ինչ է պատահել։ Գաբրիելը, լավ է։ Ոչ, պատասխանեց Արմենը պարզապես։ Նա լավ չէ։ Եվ ես եկել եմ օգնություն խնդրելու։
Անահիտը նրան հրավիրեց ներս, փոքրիկ 2 սենյականոց բնակարան, պարզ, բայց անթերի մաքուր կոկիկ։ Մարինան նստած էր հյուրասենյակի սեղանի մոտ, լուռ նկարում էր։ Երբ տեսավ Արմենին, նա դադարեց նկարել, բայց ոչինչ չասաց։ Մարինա, ասաց Արմենը, դանդաղ մոտենալով սեղանին, ինչպես նա էր սովորեցրել, անտառում եղնիկի պես։ Ես սխալ էի։ Բոլորովին սխալ։ Աղջիկը ուշադիր դիտում էր նրան, գնահատելով, թե արդյոք նա անկեղծ է, թե պարզապես փորձում է մեկ անգամ շահարկել իրավիճակը։ Գաբրիելը երեկվանից դեռ ոչ մի բանի չի արձագանքել, շարունակեց Արմենը։ Նա չի ուտում, չի խոսում, ինձ չի նայում։ Կարծես նա անհետացել է։ Նա պաշտպանվել է, ասաց Մարինան պարզապես։ Երբ դուք կոտրեցիք նրա վստահությունը, նա գնաց ամենաանվտանգ տեղը, որը գիտի։ Սեփական գլխի մեջ։ Արմենը ծնկի իջավ սեղանի կողքին, հասնելով Մարինայի հասակին։ Կարող ես ինձ սովորեցնել։ Ինչպես նրան հետ բերեմ։ Մարինան երկար պահ ուսումնասիրեց Արմենի դեմքը։ Դուք լուրջ եք ասում։ Թե։ Պարզապես վախենում եք, որ կարոր մարդիկ կիմանան, որ ձեր որդին կոտրված է։ Հարցը դանակի պես խոցեց Արմենին, բայց դա հենց այն էր, ինչ նա պետք է լսեր։ Լուրջ եմ ասում։ Ինձ այլս չեն հետաքրքրում կարոր մարդիկ։ Ես միայն իմ որդուն եմ ուզում հետ բերել։ Եվ դուք կանեք այն ամենը, ինչ ես կասեմ։ Նույնիսկ եթե հիմար թվա։ Նույնիսկ եթե դժվար լինի։ Կանեմ։ Մարինան նայեց մորը, որը քաջալերող գլխով արեց։ Լավ։ Բայց նախ դուք պետք է մի բան հասկանաք։ Գաբրիելը կոտրված չէ։ Դուք եք, որ պետք է սովորեք կապ հաստատել նրա հետ այնպես, ինչպես նա կա։ Արմենը գլխով արեց, իրեն զգալով ինչպես աշակերտ դպրոցի առաջին օրը։ Եվ մի բան էլ։ Եթե դուք նորից նրան դավաճանեք, ես ձեզ այլս երբեք չեմ օգնի։ Եվ նա գուցե այլս երբեք չվերադառնա։ Հասկացա։ Մարինան մատիտները դրեց տուփի մեջ վեր կացավ։ Ուրեմն գնացինք։ Բայց նախ դուք պետք է հանեք այդ կոշիկները։ Գաբրիելը կարող է հեռվից լսել ձեր գալը այդ կոշտ կոշիկներով։ Արմենը կոշիկները հանեց հենց այնտեղ, Անահիտի բնակարանի հյուրասենյակում։ Դա խորհրդանշական ժեստ էր, բայց որը շատ ավելին էր ներկայացնում, քան պարզապես աղմուկը նվազեցնելը։ Դա Արմենն էր, որը հանում էր իր գործարար զրահը, ընդունելով, որ պետք է սովորի բոլորովին նոր լեզու։ Առանձնատուն վերադարձը կատարվեց լռության մեջ։ Արմենը զգուշորեն վարում էր, կարծես հետի նստարանին շատ փխրուն բան տաներ։ Մարինան Անահիտը ցածրաձայն խոսում էին ռազմավարությունների մասին, բայց Արմենը կարողանում էր լսել միայն կտոր-կտոր խոսքեր։ Դանդաղ, առանց ճնշման, թողնել նա որոշի։ Առանձնատանը Գաբրիելը դեռ նույն դիրքում էր, պառկած անկողնում, նայում էր առաստաղին։ Արմենը զգաց, թե ինչպես սիրտը նորից կոտրվեց, որդուն այդ վիճակում տեսնելով։ Բայց Մարինան արգելեց նրան մոտենալ։ Նախ մենք գնում ենք խոհանոց, ասաց նա։ Դուք նրա համար սենդվիչ եք պատրաստելու։ Ոչ թե ցանկացած սենդվիչ։ Սենդվիչ, որը պատրաստված է այնպես, ինչպես նա է սիրում, սիրով համբերությամբ։ Բայց նա չի ուտում։ Կարոր չէ, նա կուտի, թե ոչ։ Կարորն այն է, որ դուք ինչ-որ բան եք անում, միայն նրա մասին մտածելով։ Խոհանոցում Մարինան քայլ առ քայլ ուղղորդեց Արմենին։ Լոլիկը կտրատել բարակ շերտերով, ոչ թե հաստ։ Մայոնեզը քսել մինչ հացի եզրերը, որպեսզի դատարկ անցքեր չլինեն։ Պանիրը դնել, ծածկելով ամբողջ մակերեսը։ Սենդվիչը կտրել անկյունագծով, այնպես, ինչպես Գաբրիելն էր նախընտրում։ Արմենն ամեն ինչ արեց գրեթե կրոնական ուշադրությամբ, կարծես յուրաքանչյուր շարժում լուռ աղոթք լիներ, ներում խնդրելով։ Նրա ձեռքերը, որոնք սովոր էին միլիոնավոր դրամների պայմանագրեր ստորագրելուն, թեթակի դողում էին, երբ նա մայոնեզ էր քսում հացի կտորի վրա։ Հիմա դուք կբարձրանաք կտակ նրան, հրահանգեց Մարինան։ Դանդաղ, եղնիկի պես։ Եվ դուք ոչինչ չեք ասի, բացի քեզ համար սենդվիչ եմ բերել։ Եթե նա չարձագանքի, դուք ուտելիքը կթողնեք գիշերասեղանին դուրս կգաք։ Առանց ճնշելու, առանց պնդելու։ Արմենը բարձրացավ աստիճաններով, ափսեն ձեռքերին, յուրաքանչյուր քայլը հաշվարկված, որ աղմուկ չանի։ Գաբրիելը շարունակում էր մնալ նույն դիրքում, բայց երբ Արմենը մտավ սենյակ, կարողացավ տեսնել, որ տղայի աչքերը թեթակի շարժվեցին իր ուղղությամբ։
Քեզ համար սենդվիչ եմ բերել, ասաց Արմենը մեղմորեն, ափսեն դնելով գիշերասեղանին ճիշտ այնպես, ինչպես Մարինան էր հրահանգել։ Գաբրիելը բանավոր չարձագանքեց, բայց Արմենը նկատեց, որ նրա շնչառությունը նրբորեն փոխվել է։ Նա լսում էր։ Արմենը դուրս եկավ սենյակից, առանց որևէ այլ բան ասելու իջավ, հյուրասենյակում գտնելու Մարինային, որը պատրաստում էր տան նոր քարտեզը, այս մեկը ավելի փափուկ գույներով, ավելի օրգանական ձևով։ Հիմա սպասում ենք, ասաց Մարինան։ Գաբրիելը ձեզ կփորձի։ Նա կտեսնի, թե արդյոք դուք իսկապես փոխվել եք, թե սա պարզապես հերթական հնարքն է։ Որքան ենք սպասելու։ Որքան որ պետք լինի։ 2 ժամ անցավ։ Արմենն անհանգիստ էր, ուզում էր ամեն 15 րոպեն մեկ բարձրանալ, Գաբրիելին ստուգելու, բայց Մարինան ամեն անգամ նրան կանգնեցնում էր։ Դուք մարզվում եք հայր լինելու, ոչ թե գործարար, ասում էր նա։ Հայրը անսահման համբերություն ունի։ Այնուհետ նրանք թեթ աղմուկ լսեցին վերի հարկից։ Փոքր տատանվող քայլեր, որոնք իջնում էին աստիճաններով։ Գաբրիելը հայտնվեց հյուրասենյակի դռան մոտ, դեռ հագին նախորդ երեկոյի միջոցառման հագուստը, բայց ձեռքերին դատարկ ափսեն։ Արմենը գրեթե անմիջապես վեր կացավ, բայց Մարինան նշան արեց, որ նա նստած մնա։ Գաբրիելը դանդաղ մոտեցավ ափսեն դրեց սուրճի սեղանին, նոր քարտեզի կողքին, որը Մարինան նկարում էր։ Շնորհակալ եմ սենդվիչի համար, հայրիկ, ասաց Գաբրիելը ցածր ձայնով, գրեթե շշուկով։ Այնպես էր, ինչպես ես եմ սիրում։ Արմենը զգաց, թե ինչպես են արցունքներ գոյանում իր աչքերում։ Դրանք առաջին խոսքերն էին, որ Գաբրիելն ասում էր միջոցառման ճգնաժամից հետո։ Խնդրեմ որդիս, պատասխանեց Արմենը, զսպելով հուզմունքը ձայնի մեջ։ Մի ուրիշը, ուզում ես։ Գաբրիելը գլուխը թափ տվեց նստեց հատակին Մարինայի մոտ, բայց զգուշորեն դիտելով հորը, ինչպես վայրի կենդանի, որը գնահատում է, արդյոք անվտանգ է նորից վստահել։ Գաբրիել, ասաց Մարինան մեղմորեն, քո հայրը ուզում է որոշ բաներ սովորել։ Կարող ես նրան սովորեցնել։ Գաբրիելը երկար պահ նայեց Արմենին։ Ինչ տեսակի բաներ։ Քո մասին բաներ։ Ինչպես ես դու քեզ զգում, ինչ ես սիրում, ինչպես կարող ենք այս տունը ավելի դեղին, ավելի քիչ դարձնել։ Գաբրիելը դանդաղ գլխով արեց։ Կարող եմ նրան պղպջակներ սարքել սովորեցնել։ Արմենը ժպտաց արցունքների միջով։ Ես մեծ սիրով կսովորեի քեզ հետ պղպջակներ սարքել։ Մարինան նոր սրվակներից մեկը հանեց տոպրակից, որը Արմենը բերել էր, տվեց Գաբրիելին։ Սովորեցրու նրան, Գաբրիել։ Բայց ճիշտ սովորեցրու, սկզբից։ Գաբրիելը վեր կացավ կանգնեց հոր առջ։ Նրա շարժումներում գրեթե պաշտոնական լրջություն կար, կարծես պատրաստվում էր սուրբ գիտելիք փոխանցել։ Նախ, հայրիկ, դու չպետք է շտապես։ Պղպջակը շտապել չի սիրում։ Լավ։ Առանց շտապելու։ Հետո դու ձողիկը թաթախում ես օճառի մեջ, բայց ոչ շատ։ Եթե շատ թաթախես, պղպջակը ծանր է լինում, չի թռչում։ Արմենը զգուշորեն հետեց հրահանգներին, ձողիկը թաթախելով ճիշտ այնքան, որքան Գաբրիելը ցույց էր տալիս։ Հիմա դու փչում ես դանդաղ, շատ դանդաղ, կարծես օդին գաղտնիք ես պատմում։ Արմենը նրբորեն փչեց, մի փոքրիկ պղպջակ ձավորվեց ձողիկի ծայրին։ Այն մի պահ տատանվեց, թրթռալով պլաստմասե մակերեսին, նախքան պոկվելը օդում սավառնել սկսելը։ Ստացվեց, շնջաց Արմենը, հիացած։ Հիմա նայիր, թե ինչպես է թռչում, հրահանգեց Գաբրիելը։ Մի փորձիր բռնել, մի փորձիր վերահսկել, թե ուր է գնում։ Պարզապես նայիր։ Արմենը դիտում էր, թե ինչպես է պղպջակը սահում բարձրանում ու իջնում սենյակում, որսալով պատուհանի լույսը իր մակերեսին փոքրիկ ծիածաններ ստեղծելով։ Այս պարզ գործողության մեջ, դիտելու, թե ինչպես է մի գեղեցիկ փխրուն բան հետում իր սեփական ճանապարհին, խորը մեդիտատիվ բան կար։ Գիտեք, տատիկս ինչ էր ասում պղպջակների մասին, հարցրեց Մարինան, դիտելով տեսարանը։ Ինչ, միաժամանակ հարցրին Արմենն ու Գաբրիելը։ Նա ասում էր, որ երբ դու պղպջակ ես փչում, կարող ես քո բոլոր վախերը դնել դրա մեջ։ Եվ երբ պղպջակը պայթում է, վախերը նրա հետ միասին հեռանում են։ Գաբրիելը հետաքրքրությամբ նայեց Արմենին։ Դու վախեր ունես, հայրիկ։ Արմենը մի պահ մտածեց, թե ինչպես անկեղծ պատասխանել իր 8-ամյա որդուն։ Ունեմ, այո։ Շատ վախեր։ Ինչի՞ց։ Ես վախենում եմ, որ քեզ համար լավ հայր չեմ։ Վախենում եմ, որ դու ինձ չես սիրի իմ սխալների պատճառով։
Վախենում եմ, որ չգիտեմ, ինչպես քեզ խնամել այնպես, ինչպես դու արժանի ես։ Գաբրիելը ընկալեց այս տեղեկությունը այն լրջությամբ, որը միայն երեխաները կարող են ունենալ։ Դու կարող ես այդ վախերը դնել պղպջակի մեջ։ Կարող եմ։ Կարող ես։ Ես քեզ կօգնեմ։ Գաբրիելը փչեց մի մեծ կատարյալ պղպջակ, որը դանդաղ սավառնեց նրանց միջ։ Հիմա ասա պղպջակին, թե որոնք են քո վախերը։ Շատ ցածր, որ միայն ինքը լսի։ Արմենը հակվեց դեպի պղպջակը շշնջաց. Ես վախենում եմ, որ ընդմիշտ կորցրել եմ իմ որդուն։ Պղպջակը շարունակեց սավառնել, կարծես այժմ կրում էր Արմենի խոսքերի ծանրությունը։ Այնուհետ, նրբորեն, այն դիպավ պատին լուռ պայթեց։ Վերջ, ասաց Գաբրիելը փոքր, բայց անկեղծ ժպիտով։ Վախը գնաց։ Իսկապես գնաց։ Գնաց։ Բայց հիմա դու պետք է արժանի լինես դրան։ Արմենը ծիծաղեց արցունքների միջով, հասկանալով այդ պարզ արտահայտության արտասովոր իմաստությունը։ Ինչպես արժանի լինեմ։ Գաբրիելը նստեց հատակին մեդիտացիայի դիրքով, ակնհայտորեն պատրաստվելով լուրջ խոսակցության։ Դու դադարում ես ձացնել, թե ես մյուս տղաների նման եմ։ Դադարում ես ինձ ուղղելու փորձերից։ Եվ դադարում ես իմ մասին ստել մարդկանց, որոնք կարևոր չեն։ Դու ճիշտ ես։ Ես ամեն ինչ սխալ եմ արել։ Ոչ ամեն ինչ, ուղղեց Գաբրիելը մեծահոգաբար։ Դու սովորեցիր եղնիկի պես քայլել։ Եվ սովորեցիր սենդվիչ սարքել այնպես, ինչպես ես եմ սիրում։ Եվ նոր պղպջակներ բերեցիր, երբ մյուսները կոտրեցիր։ Արմենը ծնկի իջավ որդու առջ, հասնելով այն կանաչ աչքերի մակարդակին, որոնք նա սովորել էր իսկապես տեսնել։ Գաբրիել, դու ինձ ներում ես։ Ստելու քո վստահությունը կոտրելու, այդքան վատ հայր լինելու համար։ Գաբրիելը լրջորեն քննարկեց հարցը։ Նորից ես անելու։ Այլս երբեք։ Խոստանում ես, որ երբ ես վախենամ, դու ինձնից չես ամաչի։ Խոստանում եմ։ Այլս երբեք քեզնից չեմ ամաչի։ Ես հպարտանում եմ քեզնով, որդիս։ Շատ եմ հպարտանում։ Գաբրիելը ժպտաց, կարծես արը մտավ սենյակ։ Ուրեմն ներում եմ։ Բայց դու պետք է շարունակես սովորել։ Ես կսովորեմ այն ամենը, ինչ դու կուզենաս ինձ սովորեցնել։ Գաբրիելը մոտեցավ, գալա երեկույթից ի վեր առաջին անգամ, գրկեց հորը։ Սկզբում դա տատամսով գրկախառնություն էր, կարծես նա ստուգում էր, թե արդյոք անվտանգ է նորից վստահել այդ մարդուն։ Բայց երբ Արմենը պատասխանեց գրկախառնությանը այն ողջ նրբությամբ, որը սովորել էր այդ վերջին շաբաթներին, Գաբրիելը սեղմվեց նրան երեխայի սիրո ողջ ուժով։ Ես քեզ սիրում եմ, հայրիկ։ Նույնիսկ երբ դու սխալ բաներ ես անում։ Ես էլ քեզ եմ սիրում, որդիս։ Այս աշխարհում ամեն ինչից շատ։ Մարինան Անահիտը հուզված ժպիտներով դիտում էին տեսարանը, իմանալով, որ ականատես են լինում մի հազվագյուտ թանկարժեք բանի։ Մի ընտանիք վերամիավորվում է, մի հայր սովորում է խոսել անպայմանական սիրո լեզվով։ Հիմա, ասաց Գաբրիելը, հեռանալով գրկախառնությունից, դու պետք է սովորես իսկական ծովածիեր նկարել։ Իսկ հետո մենք հյուրասենյակի հատակին հսկայական ակվարիում կսարքենք բոլոր ձկներին կհրավիրենք երեկույթի։ Ձկների երեկույթ, հարցրեց Արմենը, ժպտալով։ Մի երեկույթ այն ձկների համար, որոնք իրենց տարբեր են զգում, բայց սիրված են այնպես, ինչպես կան։ Արմենը նայեց Մարինային, որը հավանության նշանով գլխով արեց։ Կարծում եմ, գիտեմ, թե ինչ տեսակի ձկների երեկույթ նկատի ունես։ Այդ պահին Արմեն Մարտիրոսյանը դադարեց փորձել Գաբրիելին վերածել իր փոքր տարբերակի, սկսեց բացահայտել, թե ով է Գաբրիելն իրականում։ Արտասովոր, զգայուն, խելացի սիրով լի երեխա, որին պարզապես ներկա հայր էր պետք, լիովին ծաղկելու համար։ Եվ այսպես սկսվեց Արմենի Գաբրիելի սիրո իսկական պատմությունը, այլևս ոչ թե հիմնված սպասումների ճնշումների, այլ լիակատար ընդունման փոխադարձ հարգանքի վրա։ 6 ամիս անց Արարատ Փալասը հյուրանոցը ականատես էր լինում մի տեսարանի, որը սովորական էր դարձել հանգստյան օրերին։ Գաբրիելը քայլում էր նախասրահով, կրելով աննկատ ականջակալներ ձեռքին մի փոքրիկ տետր, որտեղ նշումներ էր անում միջավայրի մարդկանց մասին իր դիտարկումները։ Նա դարձել էր իր հոր պաշտոնական զգայական խորհրդատուն, օգնելով բացահայտել, թե երբ տարածքները կամ իրավիճակները կարող են դժվար լինել իր նման երեխաների համար։ Արմենը քայլում էր որդու կողքին, այլևս ոչ թե գործարարի շտապողական քայլերով, այլ այն սահուն ռիթմով, որը սովորել էր օգտագործել։
Երբ մի փոքրիկ երեխա սկսեց լաց լինել նախասրահում, Արմենն էր, որ զգուշորեն ծնկի իջավ գրպանից հանեց պղպջակների սրվակը, փչելով մի քանի գունավոր գնդիկներ, որոնք շեղեցին հանգստացրին երեխային։ Անահիտը դարձել էր Արմենի ընկերության մարդկային ռեսուրսների կառավարիչ, որտեղ նա ներդնում էր ներառականության զգայունության ծրագրեր նեյրոդիվերգենտ աշխատակիցների համար։ Մարինան, այժմ 11 տարեկան, ամսական սեմինարներ էր անցկացնում թիմի համար, թե ինչպես բացել պատուհաններ ստեղծել հյուրընկալ միջավայրեր տարբեր տեսակի մտքերի համար։ Վահագնի թաղամասի առանձնատանը Արմենի աշխատասենյակը փոխակերպվել էր։ Սպատերը ներկվել էին բաց կապույտ, հեռախոսները փոխարինվել էին անձայն տարբերակներով, մի փոքրիկ սեղան էր ավելացվել, որտեղ Գաբրիելը կարող էր նկարել, մինչ հայրն աշխատում էր։ Տան զգացմունքային քարտեզը, այժմ վերափոխված, ցույց էր տալիս միայն տաք հյուրընկալ գույներ։ Ամեն չորեքշաբթի շաբաթ Մարինան դեռ այցելում էր ընտանիքին, բայց այժմ ոչ թե որպես թերապևտ, այլ որպես Գաբրիելի լավագույն ընկերուհի սրտի դուստր, որը Արմենը երբեք չգիտեր, որ ուզում է ունենալ։ Սեպտեմբերի մի տաք կեսօրին, երբ Գաբրիելը Արմենին սովորեցնում էր լուսարձակող մեդուզաներ նկարել պատշգամբի հատակին, հյուրանոց ժամանեց մի նոր ընտանիք։ Մի երեխա զգայական նոպայի մեջ էր ընդունարանի մոտ, նրա ծնողները կորած ու հուսահատ տեսք ունեին։ Արմենն ու Գաբրիելը հայացքներով փոխանակվեցին։ Հայրիկ, ասաց Գաբրիելը մեղմորեն, կարծում եմ ինչ-որ մեկին պղպջակներ են պետք։ Կարծում եմ, ճիշտ ես, որդիս։ Արմենն ու Գաբրիելը վեր կացան, վերցրին իրենց պղպջակների սրվակները, քանի որ այժմ երկուսն էլ միշտ մի քանիսը կրում էին իրենց հետ, քայլեցին դեպի դժվարության մեջ գտնվող ընտանիքը։ Ոչ թե լուծելու կամ ուղղելու, այլ պարզապես առաջարկելու այն, ինչ սովորել էին։ Որ երբեմն այն ամենը, ինչ պետք է վախեցած երեխային, մեկն է, ով կծնկի նրա կողքին, մի քանի պղպջակ կպչի օդում նրա հետ միասին դանդաղ կշնչի։ Որովհետև Արմենը վերջապես սովորել էր, որ իսկական սերը չի փորձում փոխել մյուսին։ Իսկական սերը սովորում է խոսել մյուսի լեզվով, որքան էլ որ այդ լեզուն տարբեր լինի։ Եվ երբեմն այդ լեզուն պատրաստված է օճառի պղպջակներից, հատակի նկարներից անտառում քայլող եղնիկի նման փափուկ քայլերից, որը զգուշանում է թռչուններին չվախեցնելուց։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Արմենի Գաբրիելի ճանապարհորդությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե այս պատմությունը ձեր հոգիներում ինչ-որ առանձնահատուկ բան արթնացրեց, եթե դուք հուզվեցիք մի հոր այս փոխակերպումից, որը սովորեց սիրել իր որդուն հենց այնպես, ինչպես նա կա, դրեք ձեր ջերմ հավանումը, բաժանորդագրվեք մեր ալիքին մեկնաբանություններում կիսվեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի պատմություններ, լարված ճշմարիտ, որոնք բացահայտում են մարդկային կապերի գեղեցկությունը, մեզ սովորեցնում են ընդունման, ըմբռնման անպայմանական սիրո մասին։ Մենք կհանդիպենք հաջորդ թողարկմանը, որտեղ նոր պատմություն է սպասում, ձեր սրտերը գրկելու համար։